Բայց ես հարգելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի հյուրեր, Սարգիս մենք նորից եթերում ենք, եթերում բուն բանավեճն է։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ տարբեր մարդիկ, փորձագետներ ներկայացնում են անկաշկանդ իրենց կարծիքը, բայց մեր հարթակը ունի իր կանոնները, որոնք կներկայացնենք հաջորդաբար ամեն փուլից առաջ։ Մինչ այդ, սիրով հիշեցնում եմ մեր հեռուստադիտողներին, որ նրանք նույնպես կարող են մասնակից դառնալ մեր բանավեճ քննարկումների, դրա համար պետք է այցելել Բուն TV սոցիալական հարթակներ Facebook-ում եւ Instagram-ում, ծանոթանալ մեր հաջորդ շաբաթվա թեմային եւ հարց մեկնաբանություններ գրել մեր հյուրերին։ Այո, գրեք հարցեր, եղեք ակտիվ Բուն TV սոցիալական էջերում։ Այսօր պատրաստվում ենք քննարկել Երևանի խնդիրները, օդի աղտոտվածություն, ասֆալտապատման հարցեր, կանաչապատում, կառուցապատում։ Խնդիրները շատ են քաղաքի հետ կապված։ Խնդիրները շատ են, կարծես լուծումներ չկան, կամ ուշանում են, կամ թերի են։ Այսօր փորձելու ենք անդրադառնալ այս խնդիրներին, միանգամից ասենք, որ Արգելի ունկնդիրներ, մենք հրավիրել էինք նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, սակայն իրենք փաստորեն Աննա հրաժարվեցին մասնակցել, հուսանք հաջորդ անգամ, երբ որ դարձյալ կքննարկենք Երևանի խնդիրները, պարոն Ավինյանի գլխավորած կառույցից մարդ կգա։ Բայց մենք ունենք մարդիկ, որոնք քաջատեղյակ են խնդիրներին։ Եկեք ներկայացնենք մեր հյուրերին։ Մեր հյուրերն են Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Տիկին Քրիստինա Վարդանյանն է, բայց ես Տիկին Վարդանյան շնորհակալություն հրավերն Տիգրան Գալստյան, ճարտարապետ, բարև ձեզ պարոն Գալստյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Գնումների մոնիթորինգի մասնագետ Սևա Դաղազարյանը, բարև ձեզ պարոն Ղազարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ Էդուարդ Հայրումյան, քաղաքակտիվիստ, բարև ձեզ պարոն Հայրումյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ հիշեցնենք կանոնները, Աննա, առաջին փուլի կանոնները։ Առաջին փուլում, հարգելի մասնակիցներ, մենք մեկական հարց կուղենք ձեզ եւ դուք կունենաք 2 րոպե ժամանակ այդ հարցին պատասխանելու համար։ Բայց դուք իրավունք չունեք, հարգելի մասնակիցներ, ընդհատել, առավել եւս վիրավորել, այդ պարագայում մենք խնդրենք ձեզ հրաժեշտ տալ այս տաղավարին։ Վստահ եմ, որ այդ կանոնները կիրառելու անհրաժեշտություն չի լինելու եւ մենք կարող ենք սկսել մեր առաջին փուլը։ Խնդրեմ, թերևս առաջին հարցը Տիկին Վարդանյանին։ Տիկին Վարդանյան, դուք ձեր հանրային գործունեության ընթացքում հաճախ եք անդրադառնում Երևանի կանաչապատման խնդիրներին, օդի աղտոտվածության խնդիրներին, որպես կանոն քաղաքային իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, որ օդի աղտոտվածության հարց, օրինակ բնակլիմայական նաև պատճառաբանություն ունի, քայլեր են ձեռնարկվում, որոնք մի փոքր ժամանակ են պահանջում, որպեսզի արդյունք տան։ Նախ ինչու դուք համաձայն չեք իրենց հետ, ինչ փաստարկներ ունեք, եւ նաեւ առհասարակ հնարավոր է մեր իրադրության մեջ ունենալ այնպիսի ծրագիր, որ կկարողանա հաղթահարի այս իսկապես շատ դժվար իրավիճակը, հատկապես օդի աղտոտվածության հետ կապված։ Ну, սկսեմ օդի աղտոտվածության հետ կապված հարցի, այո, բնակլիմայական պայմանները իրենց դերը Երևան քաղաքում ունեն։ Բայց հաշվի առնելով այդ խնդիրները, որոնք մենք ի սկզբանե ունենք, այսինքն մեր գործողություններում մենք պետք է առաջնորդվենք այնպիսի քայլերով, որոնք որ շտկում են այն բացերը, որոնք որ մենք ունենք տվյալ դեպքում այդ քաղաքի գոքավորությամբ պայմանավորված։ Այսինքն ինչ պետք է անենք։ Այսինքն մեր տրանսպորտային ռեֆորմը պետք է լինի իրական, այլ ոչ թե այն, ինչ որ մենք ամեն օր տեսնում ենք, ինչը ավելացնելու է խցանումները, ինչը ավելացնելու է արտանետումները, որտեղ կանգի ժամանակ մեքենաների արտանետումների ծավալը ավելի է բարձրանում։ Այսինքն մենք պետք է արգելենք ծառահատումները եւ հատենք բացառապես այնպիսի ծառեր, որոնք որ վթարային վիճակում են գտնվում եւ կա ստույգ ցուցում, իսկ դա չի կարող լինել փողոցների երկայնքով, ինչի վերաբերյալ ես բերեցի եզրակացություններ նաեւ Ֆրանսիայի լանդշաֆտային ֆեդերացիայի նախագահից, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ է, ով գրեց, որ 2000-ականներին մենք նման մեթոդաբանություն կիրառել ենք Ֆրանսիայում, հետևանքներից մինչ օրս չեն կարողանում դուրս գանք, դուք կոտրում եք ձեր քաղաքի, ուրեմն կանաչ կմախքը, իսկ դա շատ մեծ ծանր հետևանքներ կունենա քաղաքի համար։ Կանաչապատման մասով մենք կարող ենք անել այնպես, որ ավելացնենք կանաչը չձեռ տալով այն, ինչ որ մենք ունենք, այսինքն Երևանի համար կենսական հարցեր կանաչապատման հարցում, ոչ թե փողոցների խոշոր ծառերին ձեռք տալ եւ օդափոխության միջանցքները խաթարել, այլ լանջերի կանաչապատումը իրականացնել եւ ավարտել, որ մենք գոնե 10-15 տարի հետո ունենայինք այն, ինչ որ մեզ թողել էր Խորհրդային Միությունը, այսինքն ամբողջությամբ ծածկված լանջեր։ Իսկ մենք հիմա ունենք էրոզիայի ենթարկված ծանրագույն այդ վիճակը։ Եվ անընդհատ խոսելով օդի աղտոտվածության մասին եւ անելով այսպիսի քայլեր,
մենք ոչ թե խնդիրը լուծում ենք, այլ հավելյալ ծանրաբեռնվածություն ենք ավելացնում, ինչի պատասխանատուն բնակչության առողջությունն է, կյանքի որակը եւ մենք դա ամեն օր զգում ենք։ Հասկանում եք, երբ որ մենք հատեցինք ամբողջությամբ այդ ծառերի փոշին նստեցնելու ունակությունը, դա հենց այդ բարձրության վրա է, որտեղ որ մարդը քայլում է։ Այսինքն այստեղ մենք խնդիրը փոխանակ լուծենք, մենք այստեղ այդ հարցը ծանրացրեցինք։ Իսկ իշխանությունները ինչ փաստարկով են հիմնավորում իրենց այդ Գիտեք, մեզ իշխանությունը ասում է, որ ծառերը ծերացել են, ծառերը պետքա փոխել, դուք էլ ժամանակին այդպիսի բան ասել եք, դա այնքան ծիծաղելու բան է, որովհետև օրինակ չեն կարող ծառերը Երևանի կենտրոն վարչական շրջանում եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում կոնկրետ Ուլնեցի փողոցում, որտեղ մի ամոմենտ ամբողջ փողոցը զրկվեց ծառերից, նույնպես ինչպես կենտրոնի 8-9 փողոցներ։ Տարբեր ժամանակահատվածներում են այդ ծառերը տնկվել եւ նրանք միասին չէին կարող ծերանային եւ միամոմենտ հատման ենթակա լինեին։ Շնորհակալ եմ շատ, մենք պարզապես ժամանակի խնդիր ունենք, դեռ առիթ կունենաք անդրադառնալ։ Այո, հատկապես հետաքրքիր տեսակետ ներկայացրեց Տիկին Վարդանյանը, պարոն Հայրումյան, դուք գրեթե կարելի ասել ամեն օր Երևանի տարբեր խնդիրների մասին բարձրաձայնում եք սոցցանցերի ձեր էջերում, քաղաքապետարանի արձագանքը շատերը ասում են, որ մեղմ ասած, այսպես համարժեք չէ եւ խնդիրները մնում են, այդ թվում դուք եք նշում այդ մասին, ձեր կարծիքով ինչու է այդպես, Երևանը ունի կառավարման խնդիր, մասնագետներն են վատը, քաղաքական ինչ որ կամքի բացակայություն կա։ Ուրեմն խնդիրները, որոնք ես բարձրաձայնում եմ, շատ պարզ լուծում ունեցող խնդիրներ են։ Կարելի է խոսալ շատ ավելի վեհ խնդիրներից, որոնց լուծումները տարիներ են պահանջում, բայց ես բարձրաձայնում եմ խնդիրներ հիմնականում, որոնք հենց այդ պահին կարելի է լուծել։ Այդ օրվա մեջ, այդ ամսվա մեջ հետևաբար ինչու չեն կարելի է, հետևաբար որոշ բաներ փորձում են լուծել, բայց ոչ ճիշտ։ Օրինակ, սովորական բան, բարձրաձայնում եմ հեղեղատարների խնդիրը, մեկ էլ տեսնում ես ու ցույց եմ տալիս, որ կա նորագույն տեխնիկա, ընդ որում Հայաստանում, որը ամենաժամանակակիցն է, որը օգտագործվում է եւ Ճապոնիայում եւ Գերմանիայում, այդ նույն գերմանական տեխնիկան կա այստեղ, որ քաշում է բանի փոշակուլի նման ու ամբողջ հեղատարի մեջը կարում է հանի ու մաքրի։ Մեկ է տեսնում ես քաղաքապետարանը ու Վիոլան համատեղ վիդեո են գցում, շարունակաբար մաքրում ենք հեղատարները ու երկու հատ բանը 60 անց մարդ երկու հատ լապատկա վերցրած sense վիդեո են անում հեղատարից բան են հանում էլի, բայց ես այդ խնդիրը ուսումնասիրելով տեսել եմ, որ այդ լապատկով անհնար է դա մաքրել, որտեվ խողովակն էլ հետ նախցանած, ոնց կարող է այդ մարդը մտնի խողովակի մեջից իմիտացիա են անում, որ մենք մաքրեցինք։ Կոնկրետ օրինակի վրա հասկանանք ինչու է այդպես աշխատում քաղաքապետարանը ձեր կարծիքով։ Չգիտեմ, եւ բյուրոկրատիան է շատ, եւ աշխատանքի չեն պատկերացնում իրանք շատ ժամանակ գործը, չգիտեմ, ինչ որ մեկը չի ուզում աշխատի, ինչ որ միտեղ ասում են Վիոլան պիտի անի, ասում եք, գիտեք, այսպեսի տեխնիկա կա, պետք չի որ երկու հոգին տենց լապ։ Հա, իրանք ասում են, այդ մեր բյուջեով նախատեսված չի Վիոլան պիտի անի։ Հիմա այս տարի մի քանի թաղապետարաններ հրատապի բյուջե ունեն, տեսնելով որ Վիոլայից հույս չկա, մի քանի տեղ մասնավորապես Շենգավիթը այդ ծառայությունից օգտվում է, հրատապով գումար ա տվել, եկել են իրանք մաքրում են, որովհետև տեսնում են որ Վիոլայից հույս չկա, իսկ ջրհեղեղները կան, անձրևը գալիս է, ջրհեղեղը գոյանում է, հեղեղները փողոցներում, բայց հեղեղատարը փակ է մնում։ Հիմա Վիոլային ոչ կարող են տուգանեն, ոչ կարող են ասեն, չգիտեմ։ Շնորհակալություն, պարոն Հայրումյան։ Պարոն Ղազարյան, դուք ձեր գործունեության շրջանակում կարծես վերահսկողություն եք իրականացնում գնումների նկատմամբ, հանրային գնումների, երբ խոսում ենք Երևանի խնդիրներից, անձան աչքով էլ տեսանելի է, որ ինչ որ գործողություններ արվում են, աշխատանք արվում է, բայց օրինակ ասֆալտը փոխվում է, շատ արագ տեսնում ենք, որ դա շարքից դուրս է գալիս, փոսերի մասին այս տարի բոլորն են խոսում կարծես, կանաչապատումը կա, բայց այն ծավալի եւ այն որակի չի, որ կարողանա մեզ փոշուց փրկի եւ բոլոր ոլորտներում այսպես։ Դուք կարծում եք սրանց առույցի բաժինը պատճառի հենց գնումների ոչ արդյունավետ վերահսկողության մեջ է։ Տեսեք, գնումները, եթե ժամանակին մի քանի տարի առաջ մենք բողոքում ենք նրանից, որ գնումներում կան կոռուպցիոն խնդիրներ, ինչ որ պաշտոնյաներ գնումներում ինչ որ գործարքների շնորհիվ իրենց գրպանը ինչ որ գումարներ են դնում, ու պաշտոնյաները ըստ այդմ նաև ադապտացվեցին, չեմ բացառում, որ հիմա էլ կան, ուղղակի ծավալների մասին չեմ կարող ասել, բայց հիմնական խնդիրը շարունակում մնալ կոմպետենտությունը, գնումների արդյունքի տեխնոլոգիաների գրող մասնագետների կոմպետենտությունն է ու ամենակարևորը վերահսկողության բացակայությունը, փաստացի բացակայությունը, ես չեմ վախենա այդ բառը ասելուց, որովհետև պարոն Հարիմյանի ցույց տված օրինակները հենց այդ բացակայության արդյունքի մասին, հա, երբ որ օրինակ
փողոցը ասֆալտապատում են ու կես տարի հետո այդ ասֆալտապատված հատվածը քանդվում է, դա նշանակում է, որ վերահսկողություն նորմալ չի իրականացվել, բայց կապալառու կազմակերպությունը ստացել է այդ գումարները։ Ու ինչքան էլ քաղաքապետարանը շարունակում պնդել, որ կատարված աշխատանքները ունենում են երաշխիքային սպասարկման ժամկետ, բայց երբ որ մի ամբողջ փողոց միջին նորոգման աշխատանքներ են անում, այսինքն քերում են ասֆալտը, զրոյից նորից ասֆալտ են փռում, բայց 2 ամիս հետո պետք է անհրաժեշտություն առաջանում ինչ-որ տեղ նորից կտոր կարկատան անել, այդ փողոցի իր ֆունկցիոնալությունը որակը կորցնում է։ Կամ ասֆալտը անել, հետո նոր ջրագիծ փոխել կամ ինչ-որ այլ ենթակառուցվածքային գուրուների շնորհիվ է, բայց շատ ամենապարզ օրինակներից մեկը, հա, մի քանի տարի առաջ, երբ որ շարունակաբար վարորդները բողոքում են գծանշումների բացակայությունից կամ շուտ ջնջվելուց, հիշում եմ պարոն Ավինյանը գործակալական նիստերից մեկում հայտարարեց, որ այսուհետ միջին նորոգման աշխատանքները ավանելուց հետո մենք օգտագործենք նոր որակի ներկանյութ, թերմոպլաստիկ ներկանյութ, որը տարիներ շարունակ կմնա ասֆալտին, ու ես որպես Երևան քաղաքի բնակիչ, որպես վարորդ ուրախացա, որ հա լավ, այն փողոցներում, որտեղ կարկատան են անել, դեպ փողոցներում դեռ կմնա այդ վատ որակի գծանշումը, նոր փողոցներում արդեն որակով գծանշումներ կունենանք, որը տարիներ շարունակ չի վերանա։ Բայց ամենապարզ օրինակ Գայի Պողոտան անցյալ տարի արեցին միջին նորոգման աշխատանքներ կամ Քոչարի փողոցը արեցին, բայց հիմա այդ փողոցներում գծանշում ուղղակի չկա։ Ու ես կներեք շնորհակալություն, մենք էլ պլանավորման հարցում չթերանանք ժամանակին։ Բայց դուք հիշեք ինչ էիք ուզում ասել, որովհետև վերջում երբ որ ամփոփենք հաղորդումը, ժամանակ կունենաք անդրադառնալու, այո։ Ժամանակ կունենաք անդրադառնալու։ Երբ որ մենք խոսում ենք քաղաքաշինությունից ընդհանրապես, դուք ինչ եք կարծում Երևանում կառուցում է այնպիսի քաղաք, ճանապարհներ, շենքեր, թաղամասեր, չգիտեմ, որտեղ հարմար է ապրել, թե Երևանը աստիճանաբար դառնում է մի վայր, որտեղ անհարմար է ապրել, գուցե վտանգավոր է ապրել։ Նշեմ, որ Երևանը ունի կերպարի պահպանման խնդիր, այսինքն որպես քաղաք, որ ձևավորվել է 20-րդ դարում, հիմնականում այդ կերպարը պահպանելու, դրա կերպարի շարունակականությունը պահպանելու խնդիր ունի։ Բոլոր առհասարակ, որովհետեւ չբարձրացնենք հարցի բնույթը, բոլոր քաղաքներն էլ 21-րդ դարում աշնաբար դառնում են ավելի անհարմար, քան եղել են 20-րդ դարում։ Այստեղ հարցը նա է, թե ինչքանով կարող ենք զսպել այդ ռիսկերը, որպեսզի անհարմարությունը անելի չափերի լինի։ Չանցի թույլատրելի չափը։ Իհարկե Երևանում խնդիրները ավելի շատ բացի կերպարից քաղաքաշինական խնդիրներ նույնպես կան։ Այն խնդիրները, որ դուք նշեցիք, հիմնականում անշվում են դրան, այսինքն նախորդ չպլանավորել, ենթակառուցվածքներով չպատրաստվել եւ ապա կառուցապատում անել։ Եվ այդ բոլոր ճանապարհները, երբ որ կառուցվում են, հետագայում քանդվում են, նորից են կառուցվում, որ ինչ-որ ջրագիծ անցկացնեն կամ հոսանքի գիծ անցկացնեն կամ վկայությունն է։ Հենց միանգամից դրա վկայությունն է։ Եվ նաև նշեմ, որ Երևանում կա նաև լուրջ խնդիր օդի աղտոտվածության հետ կապված, երբ դուք կլտացնեք հետո, բայց հանքերը, որոնք գործում են Երևանում, լուրջ խնդիր են առաջացնում օդի աղտոտվածության տեսանկյունից։ Օրինակ ինչ հանքեր են գործում Երևանում։ Օրինակ քարի հանք։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք կառուցապատումից, այնպիսի տպավորություն է, որ կոնկրետ քաղաքային իշխանությունը թույլ է տալիս հենց այդ հատվածի կառուցապատումը եւ ընդհանրապես հետաքրքիր չէ թե ընդհանուր առմամբ քաղաքի պատկերը այդ հատվածի կառուցապատումից հետո ինչ տեսք կունենա։ Կա նման մոտեցում, ինչ եք կարծում։ Կա նման մոտեցում եւ նաեւ կա կետային լուծումներ գտնելու այդ խնդիրը, որ նախորդ չի մտածում թե թաղամասում ինչ է կառուցվելու եւ տալիս են միայն կետային լուծումներ, այսինքն որ այդ տարածքում կառուցվի այսինքն շենքը, բայց նրա հարակից շենքը կարող է որևէ առողջություն չունենա թե կերպարային առումով, թե ֆունկցիոնալ առումով այդ նորակառույցի հետ։ Այո, շնորհակալություն։ Մենք հարգելի ունկնդիրներ անցնում ենք հաջորդ փուլին, որտեղ հյուրերը Իմյանց կարող են հարցեր ուղղել, Աննա կներկայացնեք կանոնները։ Սիրով, հարգելի հյուրեր, դուք հարց պիտի ուղղեք հյուրերից մեկին, այդ հարցը ձևակերպելու համար կունենաք 30 վայրկյան ժամանակ, պատասխանողը կունենա 3 րոպե պատասխանի համար եւ դուք կունենաք եւս 30 վայրկյան արձագանքի համար։ Դե ումից սկսենք։ Տիկին Վարդանյան։ Ես ձեզ կտամ հարցը որպես քաղաքաշինության մասնագետ, այն մոտեցումները, նաև կանաչապատումը դա եւս քաղաքի իր արտաքին տեսքի քաղաքաշինական նաև կարևորագույն հատվածներից մեկն է հանդիսանում։ Այն ինչ որ տեղի է ունենում Երևանում, փոխելով կերպարը եւ այլն, քաղաքաշինական տեսանկյունից մասնագիտական գնահատական կտակ։ Լավ, պատասխանեմ։ Ես որ ասում եմ կերպարը փոխվում է, նաև կանաչապատման տեսանկյունից նկատի ունեմ ոչ միայն շենքերի եւ շրջապատության, այլ նաև շենքերը, փողոցները շրջապատող կանաչապատ տարածքների, այգիների, առհասարակ անտառային տարածքների, որոնք
Նոր Մարաշի հատվածում օրինակ հատվեցին եւ դարձան կառուցապատվող տարածքներ, ամեն ինչ շարժվում է դրան, կամ մասիվի Նորքի զանգվածների ճանապարհին տանդարային տարածքները, որոնք աստիճանաբար հատվեցին եւ կառուցապատում իրականացվեց։ Եվ կանաչները շատ կարևոր են կամայական քաղաքային միջավայրում, հատկապես երբ կառուցապատումը սկսում է ուղղայած ավելանալ, թթվածնի անհրաժեշտությունը պետք չի որևէ մեկին այստեղ բացատրել, որ անհրաժեշտություն կա եւ դրա պակասելը միանշանակ վատ է ընկալվում։ Ես ձեր հետ համաձայն եմ, որ պետք է հեռացվեն միայն այն ծառերը, որոնք վտանգ են սպառնում միջավայրի համար։ Ես առհասարակ դեմ եմ որևէ ծառ կտրել, որը չունի ընկնելու, վնաս տալու կամ հիվանդ չէ, եւ առհասարակ դեմ եմ կամայական կանաչապատ տարածքում այգում որևէ շինթույլտվության տրամադրման երբևէ թե սովետական ժամանակաշրջանում, թե անկախ Հայաստանի ժամանակաշրջանում։ Ցանկանում եք արձագանքել։ Չէ, ես բավարարված եմ, ինձ ուղղակի պետք է որ ոչ միայն հանրային առողջության մասնագետները խոսեն այս խնդրի մասին, այլ որ այս խնդիրը մուլտիդիսցիպլինար է, սա վերաբերում է եւ քաղաքաշինությանը, եւ քաղաքի մշակութային կոդին, այսինքն տասնյակ մասնագետներին, որոնք եւս պետք է այս հարցը բարձրաձայնեն եւ շատ շնորհակալություն, որ եւ կերպարն ենք փոխում, եւ քաղաքաշինության մեջ փողոցների կանաչապատումը կորցնում է այն ֆունկցիան, որը պետք է կատարի, քանզի հիմա փոքրիկ ծառերը այլևս այդ իրանց դերը օդի մղման չեն կատարելու, որովհետեւ ունակ չեն։ Ունակ չեն։ Մի բան եթե կարելի ավելացնեմ, մտեք հիշեք շարժումներից մեկը 2010-ականների Մաշտոցի պուրակի կառուցապատման դեմ ես ինքս մասնակցել եմ այդ ակցիային եւ շատ գոհ եմ։ Եվ եթե նորից կառուցապատում տեղի ունենա այգիներում, նույնպես մեծ սիրով կմասնակցեմ։ Պարոն Գալստյանում եք ցանկանում ուղղել ձեր հարցը։ Այդ դեպքում ձեզ կուղղեմ։ Ինչ եք կարծում դուք անշահ խնդիր առանց որևէ եկամուտ ունենալու կամ աշխատավարձ ունենալու զբաղվում եք Երևանի հարցերով, Երևանի խնդիրներով։ Ինչն է խանգարում, որ պետական աշխատողները ունենան նույն մոտեցումը, նույն էմոցիաները Երևանի հանդեպ, ինչ որ դուք։ Ես չգիտեմ իրանց ինչն է խանգարում, բայց ես ուզում եմ իմ օրինակով ցույց տալ, որ նույնիսկ անշահախնդիր հնարավոր է անել ու պատկերացրեք, երբ որ ու գործի ընթացքում, ես այդ ամեն ինչը անում եմ իմ աշխատանքի ընթացքում։ Մենք բիզնեսով ենք զբաղվում ու իմ ամեն նույնիսկ այս հարցազրույցի գալը գործից փախնել է։ Այս ընթացքում ես կարամ իմ գործին ինչ որ օգուտ տամ։ Ես ցույց եմ տալիս, որ նույնիսկ այլ գործ անելով կարելի է քաղաքի համար շատ գործ անել, բայց պատկերացրեք այն մարդիկ, ովքեր դրա համար աշխատավարձ են ստանում, ընդ որում ցանկացած խնդրի հետևից երբ գնում եք, հենց այդ փոքր խնդրի համար կա մի հատ պատասխանատու, որ այստեղ աշխատավարձ է ստանում, էլի։ Հենց նպատակը իմ նաև դա է, որ ցույց տամ, որ պետք է ավելի շատ պահանջել այդ մարդկանցից, որովհետև իրականում բոլոր խնդիրները ունեն պատասխանատուներ, որոնք ամեն ամսվա սկզբից ստանում են աշխատավարձ մեր վճարած հարկերից։ Ինչն է պատճառը, որ իրանք դա չեն անում, շատ դեպքերում ամենաշատ դեպքերում մասնագետները ընդհանրապես այդ ոլորտում նշանակված չեն։ Թե ղեկավարից սկսած մինչև ներքև X ոլորտում չկա որևէ մարդ, ով ունի այդ ոլորտում կրթություն։ Իսկ ով էլ ունի, ուղղակի լսում է թե ղեկավարը ինչ է ասում, արա ու չունի հետ հակադարձելու հնարավորություն։ Այն ամենն է, ինչը ես տեսել եմ իմ աչքերով, էլի։ Իսկ շատ դեպքերում օրինակ կառուցապատման մասով քաղաքապետարանի պատվերների բարեկարգման մասով նախագիծը սխալ գրում են, ինչ որ մեկը հաստատում է այդ նախագիծը ու սկսում են անա։ Շինարարին ասում եմ, այս նախագիծը հանում եմ, գնում եմ տարբեր շինարարություններ, ես նայում եմ անձամբ, ասում եմ, ես խի ասում, ասում, դե նախագծով սենց է։ Ու քաղաքապետարանի պաշտոնյան գալիս է, ասում է, հա, դե նախագիծը սխալ հաստատվել է։ Չգիտես ինչու չեն կարող այդ նախագծի մեջ ինչ որ փոփոխություն անել կամ դեմ առնեն, փոխած մա չէ նախագիծը, որ իրավունք չունենք շեղվել։ Մեզ գիտեք ինչ կանեն, մեզ գիտեք ինչ կանեն։ Որտեվ իրանց մտածելը այդ թղթաբանություններում ճիշտ լինելն է ու այդ թղթաբանության համաձայն ամսվա վերջին իրենց աշխատավարձը ստանալը, էլի ոչ թե շատերի համար, ոչ թե քաղաքի համար լավ բան անելը ու իրոք սրտացավ բան անելը։ Ու շատ դեպքերում հենց նման պատճառներով ծախսում է 100 միլիոնավոր դրամներ, հենց բառացի 100 միլիոնավոր դրամներ ու ունենում ենք արդյունք, ինչպիսին է օրինակ բուսաբանական այգու հիմիկվա այդ ջեմուղիները, որ դրել սաղ բազալտել են, ասենք մենք պետք չի Եվրոպայից սովորենք, Սիրահարների այգու շատ լավ օրինակ ունենք, ոնց այգու մեջտեղի ճանապարհները ուղղակի այդ կարմիր ավազով բան արած ու բոլորը գնում են որպես բնական միջավայր այդտեղ։ Հիմա դրել ամբողջ բուսաբանական այգին բորձյուր են շարել ու տոմետ են, եզրաքարեր ու տոմետներ են շարել, սալապատել են, ծառերը կտրել են, ասում եմ մենք բան ենք, բուսաբանական այգի ենք սարքում, էլի։ Պատահել է երբևէ, որ ձեր բարձրաձայնած
բարձրաձայնած խնդրի յետևից այդ պատասխանատու մարդիկ արձագանք են եւ ոչ թե օրինակ Ամեն ասեն օր։ որ բան չենք կարող փոխել, այլ հակառակը Այլ փոխել։ ընդառաջ գնան եւ փոխեն։ Մեկ Եղել է, հիշում եք։ բայց շատ գլոբալ հարցերում չէ, ավելի ներքևի հարցերում, հա։ Կարա։ Իհարկե։ Ես նույն հարցն եմ մոտավոր ուզում Դուք չեսնել։ ունեք 30 վայրկյան արձագանքելու։ Շատ լավ։ Ձեր պայքարի արդյունքից դուք գոհ եք, այսինքն այն հարցերը դուք բարձրացնում եք, որոնք Դա երկրորդ հարցն է արդեն եւ- պարոն Գալստյան։ Հա, Դուք գոհ։ պիտի արձագանքեք։ Գոհ եմ, որովհետև գրեթե ամեն օր, շաբաթվա մեջ 3 անգամ ինչ որ հարցի լուծում եմ տալիս։ Դա պայլուն Ու այդ ամեն ինչը ես հայտնենք ու այդ երևի ամեն ինչը որպես գլուխ գովալ չէ, քաղաքացիներ։ էլի Facebook-ում ով ինձ հետևում է, տեսնում է։ շատ լավ։ Միգուցե թույլ տանք խնդրենք պարոն Հայրումյանն էլ ուղի այդ հարցը։ Իհարկե։ Հա։ Ես Տիկին Կրիստինային կուղեմ հարցս։ Սա գիտեն, որ խորհրդը վատ բան է, այն չգրված օրենք է, էլի, նույնիսկ ասենք չմասնագետը գիտի դա, ու նաև նույնիսկ մի քիչ ծառայից հասկացող մարդիկ տեսնում են ինչպեսի սխալ է դա իրականացվում քաղաքում, ամենուր է, տենց 97%-ով իմ տեսածով քաղաքում իրականացվում է ծառերի սխալ էդ։ Ինչն է պատճառը։ Եվ հոգեբանական ստրեսի են ենթարկում նաև քաղաքացիներին այդ Ճիշտ է։ սխալետով։ Եվ Ոչ բացի միայն դրանից, որ ծառերը, քաղաքացիները ստրեսի են ենթարկվում, երիտասարդ սերունդը, փոքրիկները մեծանում են անընդհատ տեսնելով գլխատված ծառեր։ Եվ երբ որ հետագայում իրենք ինչ որ քննադատություն են անում, նաև հետ ասում են, բայց դա երիտասարդացրել են, չէ՞։ Այսինքն այս սխալ մոտեցումը, որը եկել է եւ ասում են մենք ծառերը երիտասարդացնում ենք, սա ծառերը երիտասարդացնելու ձև չի։ Խորը է դա ծառերի ապագա չորացումը եւ մահն է։ Սա ժամանակի հարց է, որովհետեւ մենք ամբողջությամբ դեֆորմացրեցինք ծառը, կտրեցինք մահկային ճյուղերը եւ այլևս երբեք ծառը նույնը չի լինելու։ Հաշվի առնելով, որ այս խնդիրը մենք ունենք տասնյակ տարիներ եւ մեր ծառերի վիճակը դրա վառ ուրեմն ապացույցն է, 2020-21 թվականին, երբ որ մենք մտանք կանաչապատման հոակ, ես տնօրենի տեղակալն էի, առաջի հրամաններից մեկը եղավ խորհրդի արգելքը։ Այսինքն մենք թույլ չէինք տալիս, որ կանաչապատման հոակում, այսինքն մասնագիտական թիմը կիրառի խորը էտի ինչ որ մի ձև։ Եվ եթե հանկարծ այդպիսի բան լինում էր, մենք ուղղակի պատժում էինք, որովհետև այդպիսի բաներ անել չի կարելի։ Ցավոք սրտի, այսօր նույն գլխավոր դենդրոլոգն է աշխատում, ով աշխատում էր 2021 թվականին, եւ անձը հանդիսանում է ագրարային համալսարանի ամբիոններից մեկի դոցենտը, ինչպես նաեւ փորձագետներն են ագրարային համալսարանից, ինչպես նաեւ տնօրենի խորհրդականը բուսաբանական այգու գիտական գծով ղեկավարն է։ Եվ ցավոք սրտի, արձանագրելով այն, ինչ որ մենք տեսնում ենք, ես չեմ կարող ասել, որ Երևան քաղաքում այսօր մասնագիտական մոտեցումներ են։ Այս էտը, որը իրականացվում է, շատ ավելի լավ կլիներ, որ ծառերին առհասարակ չկպնեին, որովհետև խորը էտից հետո ծառը արդեն հաշմանդամ է, քանի որ նոր գոյացած ճյուղերը այլևս չունեն կապ բանի հետ, բնի հետ, դա առանձին աճած ճյուղեր են, եւ եթե ձյուն օրինակ գա, այդ ճյուղերը դառնալու են վթարային, ծանրությունից կոտրվելու են, ինչ չէր լինելու, եթե այդ ծառը ունենար իր մայրական սաղարթը։ Այսինքն ամբողջությամբ սխալ գործողություն է, ինչի մասին անverջ խոսում եմ միջազգային փորձագետների կարծիքը, ներկայացրել եմ Երևանի քաղաքապետին, բերել եմ նաեւ ԱՊՀ տարածքում միակ ծառերի փորձագիտական կենտրոնի տնօրենի նամակ եզրակացությունը, որեն ինչ որ արվում է, այս խորը է պետք է առհասարակ քաղաքներից դուրս բերվի եւ Երևանի համար մասնավորապես եւ երբ որ զեկուցում են որ մենք 20000 ծառ ենք էտել եւ մենք տեսնում ենք այն ձևը որով որ էտում են դա ուղղակի աղետ է ուղղակի կարճ ասեմ որ պատկերացնեն ծառերի շաքարները սինտեզվում են տերևների մեջ մենք իրավունք ունենք սաղարթի 10-ից 15% հանենք եւ երբ որ մենք այս ձևն ենք հեռացնում ստացվում է որ բույսը գարնանը արթնանում է եւ չունի ֆոտոսինտեզ իրականացնելու մակերես այսինքն մենք տանում ենք բույսը սովի մենք մատնում ենք դիմադրողության անկմանը եւ այն պատկերին, որը որ մենք երկար տարիներ միջև սկսեցինք թեղիները սրսկել, բուժել, ծառերը անverջ հիվանդանալու են, որովհետեւ մեծ վերքի մակերեսներ են առաջանում, որոնք վարակի ներթափանցման համար լավագույն ուղիներն են։ Այսինքն այս խորը էտա, որը իրականացվում է մասնագիտական թիմի կողմից, սա ուղղակի զազրելի երևույթ է, որը ունի շատ ծանր հետևանքներ Երևանի կանաչ ֆոնդի համար։ Շնորհակալություն։ Դուք արձագանքի արձագանք եմ էլի ամեն անգամ զեկուցելուց տենց պարծանքով ասում եմ մենք էտեցինք այսքան հատ, այսքան հազար հատ ծառ, թվում է թե որպես տենց գրանցված բարձունք են էլի ներկայացնում էտի։ Ինչ է տալիս հոակին այդ բանը էլի, ասենք եթե 10000 ծառ էտվի, ավելի լավ չի 5000 ծառ էտվի ճիշտ, քան 20000 ծառ,
բայց Դեռ խորը հարցը ռետորական է, Դա չէ, չի տա։ որովհետև Չէ։ հարցի հնարավորություն հիմա Ինչու՞ չունենք։ Դա չի տալիս ոչինչ, բացի տնօրենի փառահեղության ավելացմանը, երբ որ զեկուցում ան, որ 20,000 ծառ են էտել, դա շատ ավելի լավ է, եթե ասեր 5,000։ Թե չէ հողակի աշխատակիցները ստանում են ֆիքսված աշխատավարձ եւ որևիցե ձևով չի անդրադառնում։ Նրանք 10 ծառ հետեցին, 20 թե 30։ Ես ժամանակին ասում էի, ավելի լավ է 1000-ը էտենք գրագետ, որ երկար տարիներ այլևս ծառին չմոտենանք։ Իսկ երբ որ անում եք խորը էդ, դուք արդեն պայմաններ եք ստեղծել, որ չկոտրվի սաղարթը, ավելի հաճախ մոտենալ բույսերին եւ այդ իրականացնել։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, դուք էլ ունեք հնարավորություն Ես հաստատելու։ կրկին իմ հարցը կտամ Տիկին Վարդանյանին, որովհետև հետևում իր գործունեությանը ու իմ կարծիքով ամենակոմպետենտ տեսարցով Տիկին Վարդանյանը կնի ցավոք քաղաքներից մասնակից չունենք։ Տիկին Վարդանյան, երբ որ մենք խոսում ենք կանաչապետում հողի տնօրենի հետ ու հարցնում ենք ինչի են ձեռք բերում 3 մետրանոց օրինակ, տեղ բնութագրում գրված է 3 մետրանոց ինչ որ X հաստությամբ ծառեր, հայտարարում էր, որ դա ծառերի կենսունակություն կամ չողականությունը բարձրացնելու համար է։ Ու երբ որ ենթադրենք X ծառատեսակը գնում էին հատը 70,000 դրամով, այն դեպքում երբ որ 3 մետրի փոխարեն 2.5-ը արժեր 15,000 դրամ օրինակ, ուզում հասկանամ ըստ ձեզ, եթե 15,000-ով գնային 6 հատ ավել ծառատեսակ այդ նույն ծառից, բայց կես մետր ավելի ցածր, արդյոք դա ազդելու է իրենց կպչողականության վրա, նկատում եմ քաղաքը ինչ էր կորցնելու, եթե չէր շահելու, ես որպես սովորական մարդ կարծում եմ քաղաքը շահելու էր։ Նախ չէր անդրադառնալու միանշանակ, իսկ այս առատեսակները, որոնք որ տնկվում են, օրինակ ես գալիս էի ճանապարհին, նաև այս աշտարակի խճուղին զուգահեռ տեղադրված են գնդաձև նոր ծառեր, որոնք որ արժեն 50-ից մինչև 100,000, միավորի մասին է խոսքը։ Այսինքն միավորով այդքան ծառ տնկելու նպատակը ո՞րն է այդ միջնաշերտում, եթե այդտեղ կարելի էր անել թփերից արտակարգ մի հատ միջնաշերտ կամ անել նույն գնդաձև ակացիայով, որը որ արժի օրինակ 7.5-ից 10,000 դրամ։ Ինչի համար ենք մենք սա անում, երբ որ մեզ պետքա ֆիքսված սաղարթ եւ մեզ պետք չեն նման գումարների փոշիացումներ։ Մեր տեղական սոսին արևելյան առհասարակ սոսին շատ արագ աճող ծառ է։ Եվ մենք ունենք ծաղկամանով արդեն փակ արմատային համակարգով, որ ավելի հեշտ եւ ավելի բարձր կպչողականություն ունենա բույսը։ Բույսերը արժեն 10-ից մինչև 20,000, կախված նրանից թե ինչ բարձրությունն է։ Ունենալով այս ծառերը, որն էր նպատակը, օրինակ 155,000 դրամով միավորի համար, Սայատնովայում հանել բարձր մեր թեղիները, որոնք փոշին նստեցնելու առումով եզակի են բոլոր ծառատեսակների մեջ, դրա համար էին խորհրդային միության ժամանակ այդքան թեղի տնկել Երևանում։ Եվ տնկել այդ բույսերը, ել չասեմ, որ մի անգամ էլ գնացին այդ բարձր բույսերը եւ տեղադրեցին Մաշտոցի պողոտայով, բոլոր նկարները ունեմ, այդ բույսերը ամբողջությամբ չորացան, հետո հայտարարեցին, որ ինչ որ պապիկ կա, ժավելով գալիս է եւ այդ սոսիների տակը ժավել է լցնում, դրա համար բոլոր բույսերը չորացան։ Այսինքն սա ես համարում եմ, որ սա միջոցների վատնում է, սա շատ ցածր կոմպետենտություն է, որովհետև մենք ոչ թե առնում ենք հաստ պոլիփայտ կներեք, որ ունենա բարձր բուն։ Մենք Էդուարդին ես ցույց էի տվել, այդպես ստացվեց, մենք օրինակ Ազատության պողոտայում բարդիները խորետից չորացել էին, մենք փոխարինեցին կրկին բարդիներով, որ փողոցի լուծումը եւ պատմական պատկերը չփոխվի, դա շատ կարեւոր է։ Եվ եթե դուք հիմա տեսնեք, այն ժամանակ մենք տնկել ենք տնկարանից էինք վերցրել բարդին, այսինքն գումարել չարժեր, բարձրությունը 1.50 ծառի, այսօր այդ ծառերը մոտավորապես 4.5 մետր են, անցել է ընդամենը 4 տարի։ Նույնը վերաբերում է Ֆրանսիայի դեսպանատան դիմացը սաֆորաներին, որ մենք տնկել ենք, էլի նորից արժեն մոտավորապես 5,000։ 3 տարի հետո մենք արդեն ունենք 4.5 մետրանոց սաֆորաներ։ Հիմա իմաստը ո՞րն է, որ քաղաքապետարանը Պրոշյանում անում ականաչապատում այդ փողոցում եւ բերել են 95,000-անոց սաֆորաներ են տնկել։ Այսինքն այստեղ միանշանակ միջոցների վատման հարց կա եւ ոչ ճիշտ ծառատեսակների ընտրության։ Նորից եմ կրկնում, փողոցների կանաչապատումը, դա այգեպուրակային տարածքների կանաչապատում չի։ Այստեղ մենք իրավունք չունենք գնդաձև տենց սաղարթով բույսեր դնենք, որովհետև փողոցը լուծում է լրիվ ուրիշ հարց, իսկ այդ գեղագիտական բարձր արժեք ունեցող ծառերը պուրակներում պետք է լինեն, որ մարդիկ գնան եւ հաճույք ստանան, այլ ոչ թե 23 թվականին, երբ որ առաջի ծառերը հատեցին Մոսկովյան փողոցում եւ կանաչապատման հողակի տնօրենը ասում էր հաջորդ գարուն լինելու է նույն այս հացենիների պես, որոնք որ հատեցին եւ անցել է 3, սա արդեն 4-րդ գարունն է, թող ժողովուրդը գնան, տեսնեն, կարողանում են այդտեղ ստվերի հարցը լուծեն, կարողանում են այդտեղ կանգնեն, որովհետև դա փողոց է եւ հարցեր է լուծում։ Էլ չեմ ասում, որ պետք չէր Թամանյանի արձանի դիմաց դնել ուրիշի մշակույթի այդ ծառատեսակը միջև է դրված էր մեր հացենիները, որ տալիս են Երևանի ոսկե աշունը։ Հիմա մեծ հարց է, էլի որներ ավելի գեղագիտական։
Ես ընդհանրապես լրացնեմ, որ Երևան քաղաքում ծառերը այտվում են կամ կտրվում են, հատվում են, քանի որ պատճառաբանում են, որ ծառերի կենսունակությունը արդեն ավարտվել է, պետք է փոխարինել, բայց այդ կենսունակության որոշումը կայացնում են 2, առավելագույնը 3 անձ։ Հողակի տնօրենը, գլխավոր դենդրոլոգը եւ ամեն թաղապետարանի կանաչապատում սանմաքրման բաժնի պետ, այսինքն 3 հոգով որոշում, որ այդ ծառը կենսունակ չի ու որպես դրա ապացույց հողակում պահվում են անգույն սև ու սպիտակ ֆոտոներ, այսինքն նույնիսկ վերահսկողության դեպքում ես չեմ կարող գնալ հասկանալ այս սև ու սպիտակ ֆոտոից այս ծառը իրոք կենսունակ էր, թե կենսունակ չէր։ Ու եթե մի բան էլ ավելացնեմ, Երևանում նորատունկ ծառերի անձնագրերը ըստ էության այդ պահանջը չի գործում, որովհետև մենք չգիտենք, թե այն ծառերը, որ տնկում են, որը որտեղ է տնկում։ Այդ հաշվառումը չի վարվում փաստացի։ Ձևական նյութակրում։ Աննա, տեսնում եք ինչքան խնդիրներ կան, խնդիրների մի մասին անգամ ես խոստովանեմ, ես ծանոթ չէ եւ դարձյալ մենք ցավում ենք, որ պարոն Ավինյանի գլխավորած կառույցից որևիցե մեկը չկարողացավ գալ այս հաղորդմանը Եվ պարզաբանումներ տալ, թե ինչու այս խնդիրները չեն լուծվում։ Պապիկը ի վերջո երբ որ Տիկին Վարդանյանը նշեց, նենգաբար գալիս էր եւ ժավելաջրով, ճիշտ եմ հիշում, ժավելաջրով։ Համացանցում էր դա։ Այո։ Հանրային հայտարարություն։ Անցնենք հաջորդ փուլին եւ լսենք տեսանյութեր, որոնց դուք հարգելի հյուրեր կարող եք արձագանքել։ Այո, եւ առաջին տեսանյութը Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ։ Եվ այս 60 հեկտարը բոլորը իրենց ոռոգման համակարգերով այս վերջին 4 տարիների արված աշխատանքը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներինը միառասին վերցրած։ Տիկին Վարդանյան, դուք պաստորեն չեք նկատում քաղաքային իշխանությունների աշխատանքը 4 տարում ավելին են արել, քան նախորդ 22 տարիներին եւ դուք չեք խոսում այդ մասին։ Եթե մասնագիտական անդրադարձ անեմ, լինելով միջազգային փորձագետ կանաչապատման հարցում, ուրեմն այն սաղարթների ծավալը, որը հեռացվել է Երևան քաղաքի փողոցներից, դա անհամեմատ է նոր կանաչ այդ զանգվածին, որը որ դրվել է եւ նշվում է որպես անտառ ենք ստեղծել եւ այլն, բայց դա անտառ չի կարող լինել։ Որոշ տարածքներում անտառային ինչ որ տպավորություն կարա լինի, բայց դա կլինի 30 տարի հետո, այսինքն 30 տարի հատեցինք այն ինչ որ կար եւ նաեւ ավելացնեմ, որ հիգիենիկ ցուցանիշ կա, կանաչ սաղարթով ծածկույթը քաղաքի պետք է լինի 20%-ից ոչ պակաս, որ բնակչությունը խնդիր չունենա թթվածնաքաղցի եւ թունավորումների։ Մեր դեպքում 4 է, դա միջև ծառահատումները։ Այսինքն այն ինչ որ հայտարարվում է, որ մենք արել ենք, ես եւ նաեւ նամակով դիմել եմ, խնդրել եմ ասեն, որ ինձ որ տարածքներն են դրա եւ նշեն ծավալով, այո, եւ նաեւ որ ծառատեսակներն են այդտեղ տնկված եւ ինչ որ ինֆորմացիա հաշվետվողականության մասով ձեր նշված, ուրեմն մի նախադասությամբ գրվել է, տնկել ենք սոսի, թխկի, չգիտեմ, սաֆորա եւ այլն ծառատեսակներ, այսինքն ոչ մի տեղ չի գրվում, որ իսկ օրենքով դա պետք է լինի նախագիծ, որտեղ դա ամբողջությամբ ֆիքսված է, որ ծառատեսակը որտեղ է դրված, որովհետեւ գիտեք, մեծ տարբերություն կա, դուք 100,000-անոց ծառը տեղը նշել են հստակ ուղղակի այսպես շարադրելով, բայց այդտեղ օրինակ գրված է Եռաբլուրը, որը 2021 թվականին մենք ենք կանաչապատել, վերցրել են ավելացրել են այդտեղ, ընդհանրացված մի հատ թիվ են ասում, ցույց են տալի մեր արդեն ինձանից 2 անգամ բարձր սոճիները, ներկայացնելով, որ դա ձեռքբերումն է այս 60 հեկտարի մեջ, այսինքն մի հատ, որ այդ ամեն ինչի հետևից գնաս, իհարկե այդպես չի լինի։ Հիմա կրկնակի նամակ եմ գրել, խնդրել եմ, որ պարզաբանեն եւ տան նաեւ էլեկտրոնային բաները, տեղանիշը, որ մենք կարողանանք գնանք տեսնենք այս 100,000-անոց կատալպան օրինակ կամ մյուս ծառատեսակը որտեղ են տնկված եւ մենք կարողանանք իդենտիֆիկացնենք այդ ծառը, թե չէ ստացվում է, որ մենք միլիարդավոր բյուջե ենք ծախսում, բայց երբ որ ասում են կասեք մեզ այդ ծառերը որտեղ են տնկված, մենք ասում ենք դա պրակտիկորեն անհնարին է անել։ Այսինքն սա ինչ է, մենք քաղաքացիները տվել են իրենց հարկերը եւ ասում են գնացեք ինչ ուզում եք արեք, վերջում կասեք, որ դուք 60 հեկտար տնկել եք, դա այդպես կանաչապատում չեն անում, պետք է լինի նախագիծում ֆիքսված բույսեր, բույսի տեսակը, գնային սանդղակը, որովհետև երբ որ քաղաքային տնկարանից բույսը դուրս է գրվում, այդ հաշվետվողականությունը, այսինքն դուրս է գրվում գնում է որտեղ, դուրս է գրվում գնացել է Սայաթնովա պողոտա, այնտեղ տնկել ենք ապրիորի 30 հատ սոսի գնդաձև, մենք գնում ենք եւ տեսնում ենք, որ դա այո, սոսի գնդաձևն է, այլ ոչ թե գնդի նման ձևավորած ուրիշ բույս, որը ցույցատրվում որպես սոսի գնդաձև։ Այսինքն այստեղ հարցերը շատ են եւ դրա համար հիմա կրկին դիմել եմ, տեսնեմ երկրորդ
նամակով մեզ կտան, այն պատասխանը, որը մենք ակնկալում ենք։ Եթե թույլ տաք, ես այս մասին բան ասեմ։ Եթե ֆորմատը թույլ է տալիս։ Ուրեմն, այստեղ բառախաղ է, էլի, ասում է 60 հեկտարով ավելացրել ենք Երևանի կանաչ տարածքները, բայց դա այդքան էլ այդպես չի։ Ու նախորդ տեսանյութում, երբ որ կանաչապատման ղեկավարն ազեկուցում քաղաքապետին, ասում է մենք նախկինում ունեինք ժառանգել ենք 850 հեկտար կանաչ տարածք, ավելացրել ենք 60, դառել է 910, այդ թվերը հստակ թվեր են, ոչ թե մոտավորապես։ Ավելացել է 60, դառել է 910 եւ փաստացի մենք հասել ենք ԽՍՀՄ մակարդակի կանաչապատմանը։ Նախ, եթե իրանք ընդունում են, որ եղել է 810, ապա տարոն 850, ներողություն, ապա տարոն Մարգարյանի ժամանակ ըստ իրանց ասացի 500 քանիս են ժառանգել 810, 500 քանից ժառանգել են 810 հանձնել։ Ուրեմն, այդ 300 քանի մենակ տարոնը, այսինքն 300 քանի հեկտար ավելացրել է։ Այդ մի կողմ։ Մյուս կողմը, ասում է մենք ավելացրել ենք 60 հեկտար, բայց այդ 850-ի մեջ ունենք մենք 6 հեկտար 5.5 հեկտար կանաչապատ տարածք Դավիթ Բեկ փողոցի եւ Սուրբ Սարգիս եկեղեցու բանի 5-րդ մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցու այդ լանջը 5.5 հեկտար կանաչ տարածք, որը տարոնը գրած տվել է քաղաքապետին։ Իրանք բռնել են այդ սաղ ծառերը կտրել են այդտեղ, մի քանի ծառ են թողել։ Նորից ծառ են տնկել, այդտեղ իբր բարեկարգել են, կասկադ են սարքել, նորից ծառ են տնկել ու այդ 60-ի մեջ գումարել են այդ մի 6-ը, այդ 6-ն է։ Այդտեղ իրականում կես հեկտար է ավելացել էլի, որովհետև դու այն 850-ին գումարում ես 60։ Դու կանաչը կտրել ես նորից կանաչ ես տնկել, ասում ես ավելացավ Երևանի կանաչ տարածքը։ Դա սաղ փաստերով Դավիթ Բեկ փողոցի ու Սուրբ Սարգիս եկեղեցու լանջը։ Դրա մասին հարցում ունենք հարած Civilnet-ի հետ։ Միակ մեկնաբանությունը, որ կարող եմ անել, էլի ափսոսանք հայտնելն է, որ մենք չունենք ներկայացուցիչ իշխանության կողմից, որ կկարողանա կամ հակադարձել կամ բացատրություն տալ այս թվերին, որովհետև մենք Սարգիսի հետ ցավոք չունենք փաստեր, տվյալներ, որ կարող ենք հաստատել կամ հերքել այս կամ այն կողմի պնդումները։ Թող մեկնաբանություններում մարդիկ ծառերը ինչ է, պարոն Ավինյանը որոշել կտրել, հետո նորից։ Եթե կարելի է։ Տեսանյութը հաջորդ Բայց եկեք նայենք։ հաջորդ տեսանյութը նայենք։ Եվի ցանկացած մտածող մարդ պետք է մտածեր, որ այսօր ամբողջ օրը Երևանի քաղաքապետարանը զբաղվելու էր այս տարածքի մաքրությամբ, որպեսզի կրկին այս աղբը փողոցի մեջից չլցվի հեղեղատարների մեջ եւ կրկին խցանի այն։ Եվ երբ որ Երևանի կոմունալի պետը գլուխը բարձր զեկուցում է Տիգրան Ավինյանին, որ մեր մասնագետները զբաղվում են, տեղային լուծումներ են պետք։ Պարոն քաղաքապետ, տեղային լուծում անպայման կգտնենք, արդեն Վիոլայի մասնագետներից նախնական պայմանավորվածություն ունենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք։ Դեր մասնագետները պետք չի զբաղվեն, մի հատ լապատկա ու բան վերցեք, տրակտոր ու բեռնատար վերցեք, եկեք ես աղբը այս փողոցի մեջից մաքրեք։ Հələ այս փողոցի վիճակը նայեք, 3 բեռնատար աղբ կա այստեղ հավաքված ու հանած այս փնթիությունը, որ հանել եք այս ամբողջ աղբը հլստեղ նայեք, էլի, հանել ու նորից լցել եք ստեղ։ Ինչ տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ նորից հենց անձրև լինի, սա գալու է լցվի այս հեղեղատարների մեջ։ Պարոն Հայրումյան, երևի ճանաչեցիք, ձեր տեսանյութն էինք Պարոն նայում։ Արմյանը բավականին բարկացած էր Աննա։ Ինձ թվում է իրավիճակը, որ նկարագրում էր պարոն Հայրումյանը, բոլորից բարկացրեց։ 5 անգամ այդտեղ ավտոները մնացել են ջրի տակ։ Մարդիկ գալիս են, չեն պատկերացնում ինչ աստիճանի ջուր է, հանում են, լսում են, կողքը նորից գալիս լսում է։ Այդտեղ տեսանյութում, որ ասում եմ 3 բեռնատար, վերջին 2 օրվա ընթացքում 30-ից ավել բեռնատար աղբ են տարել այդտեղից, պարզվում է հողի մակարդակը 1.5 մետր ասֆալտից բարձրացել էր ու այդ ամբողջը լցված շին աղբեր, ունի 10 բան տակից ինչ ասես դուրս է եկել քանդելուց, քաղաքապետանն է քանդել մասնագետների հետ միասին։ Ես տպավորությունն եմ, որ իմ հարցի կարիքը չկա, բայց այնուամենայնիվ ձևակերպեմ իմ հարցը։ Դուք պարբերաբար անդրադառնում եք նոր վարչական շրջանի, հատկապես Գյուրջյան փողոցում տեղի ունեցող այս աղետալի կարելի է ասել վիճակին։ Երբ քաղաքապետարանից խոսում են մասնագետների մասին, դուք հակադարձում եք, որ մասնագետներ չէ, որ
պետք են, այլ պետք է տեխնիկա եւ ցանկություն այդ իրադրությունը շտկելու։ Ես գուցե միամիտ հնչի շատ իմ հարցը, բայց ես չեմ պատկերացնում, որ քաղաքապետարանը օրինակ չի ուզում, որ խնդիրները լուծվեն եւ անվերջ մենք բոլորս որպես Երևանի բնակիչներ բողոքենք այս իրադրություններից։ Ձեր կարծիքով այնուամենայնիվ ի՞նչն է խնդիրը, որ սայլը տեղից չի շարժվում եւ այսպիսի փողոցներ շատ կան Երևանում, այդպես էլ մնում են։ Ինչու եմ Գյուրջանին շատ անդրադառնում, որովհետև վերջին 1 ամսվա ընթացքում նորից ասեմ, մոտ 5 անգամ այդտեղ եկել ջուրը լցվել է, ու մեքենաները չեն պատկեր։ Մասնագետները քաղաքապետարանի վերջո եկան։ Եկան այս տեսանյութից հետո առաջին օրը մինչև գիշերը 2 տրակտորով ու 5 բեռնատարով տեղից աղբը կրել են։ Պարզվում է այդտեղ շերտը աղբի 1.5 մետր է, ես հենց կանգնած նկարվել եմ, հենց այս կողքն էլ տակի շերտում զուգանա կոնքն է, էլի, որ պարզ երևում է, որ այդտեղ լցած շինաղբա։ Ընդ որում այդտեղ շինաղբով ճամփա են բացել, այդ խողովակը, որ երևում է, խողովակի վրով անցնում էին ու արդեն ձորն էին լցնում շինաղբը։ Հիմա մենք նաև այդ քաղաքապետարանը նաև այդ ճանապարհը կտրեց, էլ արդեն չեն կարա բարձրանան ու ձորը լցնեն, որովհետև սենց խողովակով դարձավ փակված։ Ճիշտ է իմ տպավորությունը, որ եթե այս տեսանյութը չլիներ, քաղաքապետարանում չպիտի մտածեին, որ մասնագետներ է պետք ուղարկել եւ տեղյակ չէին լինելու ինչ է կատարվում։ Երբ որ ես պաշտոնյաների հետ խոսացել եմ այս թեմայով, միջև վերջին ջրհեղեղը, վերջինը շատ լուրջ էր, էլի, ցենց լրիվ մեքենաները տակը մնացած, միջև վերջին ասում էին, այդտեղ հավելյալ հեղեղատարի կարիք կա, սպասում ենք բյուջեն հաստատվի, հավելյալ այդտեղ հեղեղատար կառուցենք։ Ես ասում եմ, եկեք մի հատ հələ մաքրենք, ասում եմ, չէ, մաքրես չմաքրես, այդտեղ հեղեղատար պետք է։ Երբ որ իմ հաջորդ տեսանյութում ցույց եմ տալիս, որ մաքրել են տակից հավելյալ 2 հեղեղատար է դուրս եկել այդ աղբի, էլի։ Բարձում է հեղեղատարները կան ու դեպի ձորն է գնում բանը։ Բացի դրանից, երբ որ արդեն մաքրել են, ինքը միանգամից ձորի բերանը բացվել է այն կողմից։ Այսինքն բացառապես հնարավորություն չկա, եթե ուզես էլ սաղ քաղաքի բաները, ջրային ռեսուրսները միացնես այդտեղին, չի դառնալու այլևս այդտեղ օվկիանոս, էլի, ջուրը գնալու է ու լցվի ձորը, հենց ձորը կողքն է։ Պարոն Հայրումյան, այնուամենայնիվ արձագանքներ լինում են քաղաքապետարանից։ Օրինակ, ես կարծում եմ, որ եթե ներկա լինեին իշխանությունից, կփաստարկեին, որ ժողովրդավարական մեխանիզմները աշխատում են, քաղաքացիները բողոքում են, մենք արձագանքում ենք, լուծումներ ենք տալիս, այո։ Դե հենց այդ բանով իրանք գնացել են ընտրության եւ խողովակը խցանված չի քաղաքացի քաղաքապետարան։ Իրանք ասեք կանենք լոզունգով գնացել են ընտրության, հաղթել են ու դարել են իշխանություն, նենց է իրանք ընդունում են, որթող ժողովուրդը ասի անենք, բայց այդ խնդիրները մարդիկ չպիտի ասեն, էլի, ոնց որ դու գնացել ես մի հատ պայմանագիր ես ստորագրել, դարել ես այդ պայմանագրով աշխատող, ու ոնց որ ասում ես, դե թող ժողովուրդը ասի, այս պայմանագրի որ կետը այսօր անեմ, չէ, դու պարտավոր ես միշտ Երևանի հեղեղատարները մաքուր պահել։ Դու պարտավոր ես միշտ Երևանի փողոցները մաքուր պահել։ Դու պարտավոր ես, երբ որ ձյունը գալիս է, այդ քո աղավազը շախտալ, երբ որ ձյունը հալում է, շուտ մաքրել էդի։ Միջև այսօր մաքրված չի Երևանի շախտված աղավազը։ Որտեղ մաքրված չի։ Հենց այս գալուց ջր ճանապարհը նոր էին մաքրում, աշտարակի խճուղիներ սա։ Մի երկու հատ կուշկակար մնացածը բան արած։ Հենց այս խճուղին ձեր ստուդիա գալուց մաքրված չէր շախտված աղավազը։ Ու բանը, իմ կարծիքով, եթե ամեն տարի ձյուն է գալու, ինչ իմաստ ունի ամեն տարի մաքրել, ես իմ կարծիքով ու իմ պնդմամբ ավելի ճիշտ, Երևանը ունի կապիտալ մաքրության կարիք։ Թե այգիները, թե փողոցները, թե հեղեղատարները, թե կոյուղիների ներսը, թե շենքերի պատիեզները, Երևանը մի հատ այնպես կապիտալնա ու բորկայի կարիք ունի։ Շնորհակալություն, դիտենք հաջորդ տեսանյութը։ Սպասալացման աշխատանքների տեմպը էլի ոնց որ սկսում է ընկնել։ Այսինքն մենք բացառիկ փետրվար ամսին մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ, որ տենց մի քիչ կամած ոնց որ էլի հարմարվեցինք, էլի տենց նորմալ ռեժիմի են հին չի լինի, էլի այդպես։ Թույլ տակ զեկուցեմ այդ մասով, վերջի 11 օրը միայն 3-4 օրն են կարողացել ամբողջ տեմպով աշխատել, որովհետև զուտ եղանակային պատճառներով, որ օրը լավ օր ա եղել, ամբողջ տեմպով կարողացել ենք աշխատել։ Հիմա Կիրակից երկուշաբթի գիշերը։ Կիրակից երկուշաբթի գիշեր չենք աշխատել զուտ զատիկի պատճառով, պարոն քաղաքապետ, անկեղծ։ Դե հիմա տեսեք, պարոն Թևոսյան, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց այս այն դեպքն է, որ նաև չեմ հասկանում, որովհետև երևանցիները չեն հասկանում եւ չեն ընդունում։ Տեսեք, ասֆալտապատման աշխատանքները եկեք կանոն դնենք, էլի, նամանավանդ եթե խոսքը գնում է փոսալցման մասին։ Չկա նոր տարի, չկա զատիկ, չկա հանգստյան օր, ոչ մի բան չկա։ Պարոն Գալստյան,
Դուք կմեկնաբանեք այս մոտեցումը ասֆալտապատմանը։ Մի կողմից տեսնում ենք, որ քաղաքապետն էլ պահանջում է, որ այդ աշխատանքները կատարվեն, մյուս կողմից մենք ունենք այն ինչ ունենք, փոսերը աննախադեպ մակարդակի են այս տարի, որոշ տեղերում ավազն ու աղը դեռևս պահպանվում են, իհարկե կարելի է դա նաև փաստարկել երկարաձգված, այսպես ասած, ձմեռով այս տարի, բայց այնուամենայնիվ, այս բոլորի հիմքում քաղաքաշինական, գուցե նաև ճարտարապետական ինչ-որ առանցքային պատճառներ կան։ Եթե խոսենք տպավորությունների մասին դարձյալ, դուք տպավորություն չունեք, որ Թավշյա հեղափոխությունից ի վեր աննախադեպ փոսեր են Երևանում։ Դուք էլ ունեք այդ տպավորություն, իսկ դուք ինչ տպավորություն ունեք։ Ես իհարկե ասֆալտապատման մասնագետ չեմ, ոչ էլ քաղաքաշինական է հարցը, ասած ասֆալտի որակի, ասֆալտի պահպանման, չգիտեմ, այն նյութերի օգտագործման, որոնք չեն վնասի ճանապարհին, զուտ որպես քաղաքացի եմ պատասխանում, ոչ որպես մասնագետ, այսինքն միջոցները, որոնք պիտի ձեռնարկվեին սառույցը հարելու համար, որ հետևանքով շարժանար վթարներ, պիտի կիրառվեր այնպիսի նյութեր, որոնք չեն վնասում ասֆալտին, եւ ենթադրում եմ պիտի ասֆալտի որակն այնքան բարձր լիներ, որ նույն աղից այդքան շատ վնասված չստանար, ինչքան որ ստացել է։ Ես էլ եմ ձեր հետ համաձայն, որ այս տարի աննախադեպ էին փոսերի քանակը եւ շարունակում են աննախադեպ եւ կարծում եմ, որ դարձման հետ եմ ճիշտ, որ համաձայն, որ պետք է փոսելացման աշխատանքները կատարվել անհապաղ, արագացած տեմպերով, որտեվ եթե կարելի էր մարտ ամսին ենթադրել, որ այսինքն ձվեր ներկելու փոխարեն փոսեր դե կան աշխատանքներ, որոնք իհարկե մարդկանց հանգիստը կարևոր է, մարդկանց հանգիստը հարգելը կարևոր է, բայց կան աշխատանքներ, որոնք չեն կարող սպասել, անհապաղ պիտի իրականացվեն, եւ ես չեմ հասկանում ինչի պիտի միջով զատիկ ձգվեր այդ գործընթացը, ինչի մարտ ամսին չէր կարելի այդ իրականացնել, որտեվ արդեն բարձր Կարծես առաջին փաստարկը եղանակային պայմաններն էր, որ հիշատակեց, հետո նոր տոնական օր լինել է։ Հասկանում եմ, որ փետրվար ամսվան, երբ որ մի քանի օր արդեն տաք է, ձուն չկա, փոսերի հայտեկան, այդ ժամանակ փոսելացման աշխատանքները սկսել է ռիսկ էր պարունակում, որտեղ կարող էր էլի ձուն գար, էլի աղ օգտագործելու կամ այլ նյութեր օգտագործելու կարիք առաջանար, բայց մարտ ամսին կամ մարտ ամսի վերջին իհարկե երկրորդ կեսին իհարկե պարզ էր, որ այդ աշխատանքները կարող են իրականացվել։ Եվ կարող են իրականացվել նաև ոչ միայն ասֆալտապատման աշխատանքներ, այլ ժամանակավոր փոսելացման աշխատանքներ, ինչպես ակտիվիստներն էին անում, եւ նյութերով ժամանակավոր ծածկում էին փոսերը, որպեսզի մեքենաները վնասված չստանան։ Մարդիկ չէին սպասում քաղաքային իշխանությունների գործողություններին եւ ինքնուրույնաբար, այսպես ինքնուրույն փորձում էին փոսելացման աշխատանքներ անել։ Շնորհակալություն, պարոն Գալստյան։ Պարոն Ղազարյան, հարցին անդրադառնալիս պարոն Գալստյանն էլ նշեց, որ այստեղ հավանաբար աշխատանքի որակի հետ կապված խնդիրներ կան եւ նորից գալիս ենք գնումների հարցին եւ մի հարց էլ ավելացնեմ, հաճախ են լինում իրադրություններ, երբ տեսնում ենք, որ քաղաքապետը ինքը դժգոհություն է հայտնում այս կամ այն ոլորտի կատարված աշխատանքներից, բայց ես գուցե չեմ հիշում եղել են կամ էլի իմ տպավորությամբ չեն եղել փաստեր, երբ վատ աշխատանքի արդյունքում ինչ-որ աշխատակիցներ զրկվել են աշխատանքից կամ ինչ-որ հետևանքներ են եղել։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ես էլ ինչպես պարոն Գալստյանը ասֆալտի մասնագետ չեմ, բայց եւս ունեմ տրամաբանություն, երբ որ բացատրում են փոսերի արկայությունը կամ նման մեծ ծավալը աղ ու ավազով մշակելով, ես կարող եմ մտածել, ասել դե լավ, գուցե ճիշտ են ասում, բայց երբ որ ես տեսնում օրինակ Մոնթե Մերքունյան փողոցը, որը Երևան քաղաքի փողոցներից մեկն է, որը աղով ավազով եւս մշակվել է ու նման փոսեր չկան, ես գալիս եմ տրամաբանական եզրակացության, որ խնդիրը աղով ավազով մշակելը չի, խնդիրը հենց այն ասֆալտի որակն է, որը որ միջև այդ փռվել էր։ Ինչի Երևանի մի քանի փողոցում դա չի լինում, մյուս փողոցներում լինում է։ Ու էլի գալիս ենք այն նույն կետին, որ վերահսկողության բացակայությունը ու ինչպես Էդվարդը ասաց, մասնագետների բացակայությունը բերում է նրան, որ ամեն ինչ ամա ցուցադրական լինելու համար ուղղակի, այսինքն փոս կա, այս փոսը կտանենք, կփակենք, ասֆալտը կնկարենք, ցույց կտանք, որ տեսեք, այս քառակուսին սև գույնը, հետեւաբար նոր ասֆալտը փռվել, պտիշկան կդնենք, գումարը կստանանք, ու երբ որ հաջորդ անձրևից այդ նույն սև նոր լցված ասֆալտը քանդում է, որտեղ ջուրը մտել է տակը, որովհետև նախապատրաստական աշխատանքները նորմալ չեն կատարվել, նորից նույն կազմակերպությունը գնում փոսալցում անում կամ նոր մրցույթ հայտարարվում, այս դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Այսինքն տպավորությունն է, որ քաղաքում որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չի, ու անկախ նրանից իր ոլորտում է, իր կոմպետենցիայի շրջանակներում է դա, թե ոչ։ Ու երբ որ պարոն Ավինյանը բողոքում է կարգավարական նիստերին, բողոքել կարող են բոլորը, բացի քաղաքապետից,
բողոքել կարող են բոլոր քաղաքացիները, որոնք եւ անում են։ Քաղաքապետը նրա համար է, որպեսզի իրականացնի այդ աշխատանքները, կազմակերպի աշխատանքների բարեխիղճ եւ որակով իրականացումը։ Ես սովորական քաղաքացի, այստեղ գտնվող բոլորս կարող ենք բողոքել։ Քաղաքապետը, գործադիրը, քաղաքական իշխանության գործադիր մարմինը իրավունք չունի բողոքի։ Եթե դու բողոքում ես, ուրեմն քո ենթական կամ դու թերացել ես աշխատանքում։ Ուրեմն պետք է այդ մարդուն հանես, դնես մեկին, որը ի վիճակի է այդ աշխատանքները կատարել։ Աշխատանքների որակի հետ կապված վերջերս նաև հրապարակում եղավ, ոչ դուրս գանք ասֆալտի թեմայից, այսպես ասած, Դավիթ Անհախտի այգու վերաբերյալ, որ արդեն 3 տարի է վերանորոգվում կամ բարենորոգվում է, որն է ճիշտ տերմինը դուք ինձ կողեք։ Հիմա հստակ է, որ հնարավոր չի, որ դա որակով անելու դեպքում 3 տարի ձգվեր։ Դուք կարծում եք կլինեն մարդիկ, որոնք կհռչակվեն պատասխանատուներ եւ պատասխանատվության։ Ես խիստ կասկածում եմ, որ այն ժամկետները, որ քաղաքային կամ պետական մարմինները դնում են որևէ աշխատանքներ կատարելուց, դրանք խելամիտ են։ Գուցե մի շղթացնում գույները, բայց 3 տարի այգի վերանորոգելու համար մեղմ ասած շատ։ Առավելից, երբ որ մենք չգիտենք, թե այդ այգին ով է վերանորոգում, այսինքն քաղաքային իշխանության միջոցներով դա չի արվում, չնայած քաղաքային իշխանությունը իր նիստերում անընդհատ դրա մասին խոսում էր, քանակյալ դեպքերին թաղապետարանի թաղապետը ժամկետներ էր սահմանում, բայց երբ որ մենք փորձում ենք հասկանալ, թե ով է իրականացնում, եթե ոչ քաղաքապետարանը, չնայած վերջերս քաղաքապետարանի իր նիստում եւս գումար հատկացեց այգուն, այն դեպքում, երբ որ իրենք պատասխանում ասել են, որ դա կատարվում է մասնավոր միջոցներով։ Իսկ մասնավորը ինչ շահ ունի, ոչ ոք տեղակ չի։ Այսինքն ես իրավունք ունեմ կոռուպցիոն խնդիրներ տեսնելու, ռիսկեր տեսնելու։ Ու մինչև օրս ես չգիտեմ մարդ, որը կարող է քաղաքապետարից ստանալ պատասխան, թե ով է ի վերջո, որ մասնավոր ընկերությունը կամ անձն է իրականացնում Քանաքեռ Զեյթունի Դավիթ Անհախտի այգու վերանորոգումը։ Իրոք անհայտ է այդ մարդը։ Շնորհակալություն։ Այո, հարցերը շատ են, այժմ արգելի հյուրեր, դուք ունեք 2 րոպե ժամանակ ունկնդիրների հարցերին պատասխանելու համար, Աննա, եկեք, բայց նաև շնորհակալություն հայտնենք մեր ունկնդիրներին։ Իսկապես շնորհակալություն ձեր ակտիվության, ձեր հարցերի համար եւ ակնկալում ենք, որ հաջորդ թեմաների հետ կապված էլ հարցեր կլինեն մեր հյուրերին։ Շատ լավ, դիտենք առաջին հարցը։ Հարց, ով է զբաղվում քաղաքային պլանավորմամբ, արդյոք քաղաքային ներդրումային ծրագրերում կան բուն մասնագետներ, ինչու չի կառուցվում մետրոն, ինչու են շատանում բազմահարկ շենքերը կենտրոնում, եթե այդ հարցը վաղուց սկսեցված էր, ինչպես պայքարել ահագնացող քաղաքային աղմուկի դեմ, ով է զբաղվում Երևանի այգիներով, ինչու են դրանց մեծ մասը լքված ու բետոնով պատված, ինչու այդ տարածքները չեն ջրվում ու խնամվում, ինչու չեն մաքրվում սելատար համակարգերը, մի խոսքով էս ինչ անտեր, անտարբեր ու խայտառակ վիճակ է, այսպես մի ամբողջ հաղորդման հարց է գրել մեր ունկնդիրը, պարոն Հայրումյան։ Այո, խնդրեմ գուցե դուք անդրադառնաք։ Ինչու չեն մաքրվում հեղեղատարները։ Վիոլա ջուր ընկերությունը չունի համապատասխան տեխնիկա, ժամանակակից աշխարհին համապատասխան ժամանակակից տեխնիկա, որպեսզի մաքրի այն խցանումները, որոնք առկա են մեր հեղեղատարների մեջ, չունի այն դիագնոստիկա անելու սարքերը, առնվազն չի ցույց տալիս եւ չի շահագործում, եթե նույնիսկ ունի պահեստում, չի շահագործում եւ չունի։ Երբ որ այս հարցը բարձրացնում եք ուր է ժամանակակից տեխնիկան, ինչ են պատասխանում, թե չունի, օքեյ, մենք բոլորս գնում ենք տներով։ Ես լսել եմ նաև պատասխան, որ Վիոլետ ջուրը չի, որ պատասխանատու է դրա համար։ Չէ, Վիոլա ջուրը գիտեք ինչ է ասում, ասում է ձեր փողոցները լավ մաքրեք։ Երբ որ բան այդ աղու ավազը որտեղից հալվում, ասում ձեր փողոցները լավ մաքրեք, իրանք դե եվրոպական արժեքներով պատասխան են տալիս։ Ասում փողոցները լավ մաքրեք, որ չգան լցվեն։ Դրա համար է որ հանում են ու չեն տանում իրանք, որտեվ ասում սա մեր աղբը չի, սա ձեր չմաքրած փողոցի աղբն է։ Ժամանակին որ մաքրեիք չէր հայտնվի մեր հեղեղատար։ Ինչ են ասում, երբ որ տեխնիկայի մասով չգիտեմ ինչ են ասում, ինձ թվում է չունեն իրանք ժամանակ։ Բայց այս հարցը բարձրացնում եք պատասխան կա։ Վիոլայից երբեք պատասխան չեն ստացել, իրանք Facebook-ում կամ այլ հանրային հարթակներում երբևէ պատասխան չեն տալիս։ Քաղաքային իշխանությունները ասում են խնդրի լուծումը Վիոլայի դաշտում է։ Իսկ Վիոլան երբեք չի պատասխանել որևէ փակ շղթա։ Իսկ փողոցը որ մաքրեն են, հեղեղատարով չի գնալու այդ աղբելի։ Նույն հեղեղատարով չի մաքրել։ Փողոցը որ մաքրեն, դե փոշեկուլով որ մաքրեն ոնց է հեղեղատարով։ Իրանք պիտի նայեք սիստեմը սենց է, փոշեկուլով մաքրվում է, հետո նոր լվացվում է փողոցը, այսինքն տակի մնացած մի քիչ աղբն է որ լցվելու է։ Իսկ հիմա ես բազմաթիվ տեսանյութեր ունեմ հորապարակած, որտեղ հենց ԵԱՍՄ-ի աշխատակիցը ավլում է ու լցնում է հեղեղատարի մեջ ու գալիս հեղեղատարների մաքրությունն է խնդիրը։ Ինչ։ Հեղեղատարների մաքրությունն է, նա խնդիրը բացակայությունը խնդիր չի։
բացակայության խնդիր կա, բայց երբ որ դու եղածը չես մաքրում, պիտի եղածները սա մաքրես, տեսնես որն է աշխատում, հետո նոր հասկանաս որտեղ կա բացակայության խնդիր, որտեղ է ջուրը կուտակվում, ըստ դրան նորերը կառուցես։ Բայց երբ որ եղածները չեն աշխատում, խոսել մասնագետներից ու բանի հեղատարների բացակայությունից, կարծում եմ, այս մեր հերոստատիտողի բազում հարցերի մեջ մի հարց կար, որ առանձնահատուկ նաև ինձ է հուզում, եւ դա մեր քաղաքի աղմուկի հարցն է։ Պարոն Գալստյան, գուցե դուք տեղյակ եք, կան ինչ որ չափանիշներ, որոնք խախտվել են ակնհայտորեն եւ քաղաքային միջավայրում եւ գուցե դրանից ավելի վեր օրենքների մակարդակում, որոնք կարելի է վերականգնել եւ վերահսկելի դարձնել աղմուկը քաղաքում։ Աղմուկը հիմնականում մեքենայի ձայնին վերաբերվող էլի կանաչապատման խնդիր է, այսինքն ծառերի սաղարթն իրենց մեջ են կալում այդ աղմուկի։ Բայց չափում են այդ աղմուկը քաղաքային իշխանությունները, թե չեն չափում։ Տեղյակ չեմ, ցավոք սրտի քաղաքապետանից չունենք ներկայացուցիչ, շուղակի այդ հարցի սկիզբին կուզենայի անդրադառնալ, եթե կարելի է։ Այո, քաղաքաշինական, կառուցապատման, ցավոք սրտի վիզուալ աղբը, քաղաքաշինական աղբը, որ կուտակվում է քաղաքում, հնարավոր չէ բահով մաքրել, ինչպես դուք եք ձեր եթերներում ցածրում, այսինքն եթե մի հատ փողոց, որ աղտոտված է կամ ինչ-որ հատված, որ աղտոտված է աղբով, շինական աղբով, թեկուզ մենք կարող ենք ինչ-որ տեխնիկայով մաքրել մի քանի ժամում, քաղաքաշինական աղբը հնարավոր չէ տարիների ընթացքում մաքրել, այսինքն շենքերը, որոնք կառուցվում են, որոնք չունեն վիզուալ գիտական տեսք, որոնք խաթարել են Երևանի կերպարը, որոնք չունեն գրագետ ճարտարապետություն, տարբեր շենքերի մասին ենք խոսում իհարկե։ Այդ շենքերը մնալու են Երևանում եւ մնալու են եւ դարերով կերպարը փոխելու են։ Այսինքն ես գտնում եմ, որ այս հարցը շատ ավելի կարեւոր է, քան իհարկե ձեր արած գործը նույնպես կարեւոր է, բայց այն սխալները, որոնք տեղի են ունենում քաղաքաշինական ճարտարապետական տեսանկյունից, շատ ավելի դժվար է ուղղվում, քան մաքրությանը վերաբերող եւ ավելի երկարաժամկետ ազդեցություն ունեն։ Եվ երկարաժամկետ։ Նաև երկարաժամկետ է կանաչապատման հարցերը, այսինքն երբ որ մի ծառը հատվեց, այդ ծառը այդ տարածքը կանաչապատելու, ծառապատելու, այգին վերականգնելու համար շատ ավելի երկար ժամանակ է պետք, քան փողոցը հեղատարը կազմակերպել եւ մաքրելը։ Ինչ վերաբերում է կենտրոնի կառուցապատմանը, իհարկե 21-րդ դարում բոլոր քաղաքներում էլ հարկանության խնդիր, խտության խնդիրը առաջանում է, չկա այդպիսի զարգացող քաղաք, որը չունենա այդ խնդրը եւ Երևանը դրանից չի տարբերվում, բայց ավելի ցանկալի է, որ այդ լուծումները լինեն ավելի գրագետ, ավելի ռիսկեր կառավարելի լինեն եւ չառաջացնեն խնդիրներ այլ բնակիչների համար։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցին անդրադառնանք։ Մեր հերոստատիտողը հարցնում է, ինչու Երևանի քաղաքապետարանը չի կարողանում լուծել հանրային տրանսպորտի հարցը։ Խոստացված տրոլեյբուսներն են ուշանում, ամեն ինչ թերի է, ոչ մի աշխատանք չեն անում։ Փորձել են քաղաքապետարանի պաշտոնյաները առավոտյան 8:30 եւ երեկոյան 5:30-ից 6-ը օգտվել հանրային տրանսպորտից։ Ու էլի, քանի որ հարցի հասցեատերերը ներկա չեն, Տիկին Վարդանյան որպես ավականո անդամ գուցե հանրային տրանսպորտի բարեփոխման եւ թերի աշխատանքներին անդրադառնաք։ Մենք բազմիցս ենք անդրադարձել այս հարցին, նաև երբ որ ուզում էին ուղևորцы բարձրացնել, մենք ասում ենք, որ դուք երևանցիներին առայժմ ոչ մի ծառայություն չեք տալիս։ Այսինքն մենք չունենք լրակազմ, մենք չունենք անգարասրահներ, մենք չունենք համապատասխան որակյալ ծառայություն, որը տալու ենք երևանցիներին։ Եվ այս պարագայում պետք չի գումարի փոփոխություն անել։ Բերեցինք նոր շարժակազմի որոշակի մասը, թող մնա 100 դրամ եւ այդ հնարավորությունից օգտվի երևանցին, միջև մենք կկարողանանք այս խնդիրը լուծել այնպես, ինչպես հարկն է։ Հիմա մեր Եթե ներկա լինեին այսօր, ձեզ կհակադարձեին, որ կանգառները աստիճանաբար բարեկարգվում են, լրակազմը աստիճանաբար համալրվում է։ Ինչքան, չէ՞ որ Երևանի ծավալը, փողոցների ամեն օր մեր քաղաքացիներին մենք ստրեսի ենք ենթարկվում։ Մենք դրա իրավունքը չունենք, որովհետև այս ամեն բացի համար եւ այդ ծանրագույն ստրեսերի, որի մեջ բնակիչը ապրում է, նա իր առողջությամբ վարձատրում է, վճարում է փոփոխությունների, որոնք որ չեն կատարվել։ Եվ ես համարում եմ, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ամբողջ վարչությունը պետք է ունենա հնարավորություն այդ ծառայողական մեքենաների եւ շատ վարչություններ։ Եվ պետք չի, որ նրանք մեքենաներով, օթորակիչներով երթևեկեն։ Երևանի քաղաքապետը պետք է ոտքով մանգա, որ հասկանա, որ երբ որ բոլոր ծառերը հատեցին, ինչ կիզիչ արևի տակ է կանգնում քաղաքացին, չկա կանգառասրահ, հիմա ծառեր էլ չկան, որ ինքը կանգնելու է 20 րոպե, 25 րոպե, սպասի հաջորդ
տրանսպորտին, որ գա։ Տրանսպորտի վարչության պետը պետք է որ օգտվի հասարակական տրանսպորտից, որ հասկանա որ խնդիրներն են, լսի քաղաքացիներին, որ հիմա քաղաքապետը հայտարարեց, որ մեկ դռնով է։ Դե հիմա եկեք տեսնենք քաղաքացիները ինչի միջոցով են անցնում, եւ նրանք ովքեր որ վճարում են, եւ նրանք ովքեր չեն վճարում։ Այսինքն սա տոտալ կառավարման ֆիասկոյի արդյունք է, որի հիմքում մշտապես ասել եմ եւ ասում եմ, բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալների բացակայությունն է։ Եթե լինեն պրոֆեսիոնալներ, պրոակտիվ կլուծվի, այսինքն մենք կիմանանք, մենք ինչ ռիսկեր ունենք, կհաշվարկենք այդ ռիսկերը կբացառենք, կգնանք առաջ։ Իսկ մենք ներդնում ենք համակարգը, սկսում ենք տեսնել ինչ ռիսկեր են եւ վիրահատության սեղանին անոթները փակելով, որտեղ արունահոսություն սկսվեց, սկսում ենք հասկանալ ինչ մենք պետք է անենք։ Այդ դրա համար են պետք մասնագետները, որ մասնագետները ասեն եւ աշխատանքներն կատարվեն արդյունավետ, քաղաքացիներ գող եւ առողջ լինի, չէ՞ որ մենք ում համար ենք այս ամենը անում։ Մենք այս ամենը անում ենք, որ երևանցիները ուրախ իրենց հարկերի հաշվին բարեփոխված տրանսպորտով երթևեկեն նորմալ կանգառասրահներում, ծառաշատ քաղաքում եւ այդ փոշին եւ աղմուկը չլինի իրենց առողջության անմիջապես վտանգողը։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։ Անցնենք հաջորդ հարցին։ Մեր ակտիվ հեռուստադիտողը նորից հարց է տալիս. կարմիր գծերից հավաքած գումարը ինչու չի ուղղվում պարկինգների կառուցմանը, ինչու չի բեռնաթափվում կենտրոնը, ինչու ավտոբուսի գծերով տաքսիները չեն կարող երթևեկել։ Պարոն Ղազարյան, այս հարցերին գուցե դուք պատասխանեք։ Ինչուների համար պատասխանել։ Ես կփորձեմ մի մասին պատասխանել, պարկինգների կառուցման մասով իրոք ես չգիտեմ, չեմ կարող պատասխանել, բայց երբ որ մենք խոսում ենք կարմիր գծերի թանկացումից կամ քաղաքային իշխանության կողմից Երևան քաղաքը բեռնաթափելու կամ երթևեկության անվտանգությունը բարձրացնելու աշխատանքների մասին, ես միշտ հիշում եմ օրինակներ, օրինակ Սարյան փողոցը, Քոչարի փողոցը, երբ որ ասֆալտը ամբողջովին քերել էին, նոր ասֆալտ էին փռել, առաջին գործը, որ արել էին, առաջին աշխատանքը, ասֆալտ փռելուց հետո, այդ եղել էր կապույտ ժամանակ կարմիր գծերի գծանշումները, այսինքն քաղաքային իշխանության համար առաջինը փող ստանալն էր, նոր մարդկանց վարորդների կամ հետիոտների անվտանգության ապահովելը։ Երբ որ օրինակ փորձեմ էլի իրենց փոխարեն հակադարձել։ Մենք բոլորս այստեղ պահանջներ ենք ներկայացնում, այդ ինչ փողերով պիտի արվեն այդ պահանջները։ Գծանշումը ինչ որ փողով պետք է արվի, մեկը քաղաքային իշխանությունը sense թե այնպես պետք է այդ գծանշումը իրականացվի։ Չէ, դուք ասում եք, որ փողի համար գծանշումներն են սկզբում արվել, գուցե պատասխանն այն է, որ պետք է հավաքել այդ փողերը, որպեսզի 3-ից 4 անգամ ներկայացվելու համար։ Տեսեք, ախր բյուջեն հաջորդ տարի է կիրառվելու, այս բան իրենք այդ անընդհատ հավաքագրումը, այսինքն այս տարվա ծախսերի մեջ ինքը արդեն ներառված չի։ Հետևաբար, երբ որ դու պետք է այսպես այնպես գծանշումներ իրականացնում է քաղաքապետարանը։ Ժամանակին մասնավորները ոստիկանության հետ համատեղ, հիմա քաղաքապետարանը վերցրեց ինքնա ոստիկանության հետ համատեղ։ Այսինքն փոխանակ մտածեն առաջինը անվտանգության մասին նոր եկամուտ ստանալու, ընդ որում այդ եկամուտը այնքան մեծ չի, որ Երևան քաղաքապետարանը տենց կարողանացի առաջինը փողի մասին են մտածում, քան անվտանգության, սա է ուզում։ Ընդ որում հոց գծերը գծվում են շատ ավելի ուշ, ոչ թե օրերի կամ ժամերի մասին է խոսքը, այլ օրերը երբեմն ամիսներ շատ ավելի հետո, քան երբ որ գծվել են վճարովի կայանատեղիների գծանշումները։ Այսինքն այս ինձ հիմք է տալիս մտածելի, որ քաղաքական իշխանության համար ավելի կարևոր է եկամուտը, քան իր քաղաքացիների անվտանգությունը։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, կենտրոնի բեռնաթափման հետ կապված հատկապես։ Ասում ինչի ստորգետնյա ավտոկայանատեղիներ շատ չեն կառուցվում, եկե դրա անհրաժեշտությունը շատ կա եւ շատերն են պատրաստ դրա կառուցման համար։ Ուղղակի մեր քաղաքաշինական նորմերը թույլ չեն տալի վերելակով կազմակերպել մեքենաների ստորգետնյա հատվածի իջացնելու հնարավորությունը, դրա համար օգտագործում է թեկահարթակ մեքենաների, որոնք քաղաքաշինական նորմերով իրականացնելու դեպքում բավականին մեծ տեղ են զբաղեցնում եւ այսպես ասած նպատակահարմար չեն, այսինքն դրաների համար մեծ ծախս եւ տարածքի ծախս եւ հնարավոր է որոշ դեպքեր Իսկ ինչու առաջի տարբերակով հնարավոր չէ։ Դուք ասում եք նորմերը թույլ չեն տալիս, ինչու։ Մեր նորմերի մեջ պետք է փոփոխություն իրականացվի, որպեսզի վերելակներով ավտոկայանատեղի հնարավոր լինի կառուցել, օրինակ ոնց որ 60-ական թվականներին Չիկագոյում կար ուղղայած վերելակով ավտոկայանատեղիներ, որ կարող են շենքին ուղղայած, այսպես ասած, դեպի բարձրությամբ մեքենաներ կայանեն, այլ ոչ թե հորիզոնական տեղ զբաղացնեն։ Եվ հատկապես ավելի կարևոր կլիներ, որ ստորգետնյա լիներ այդ ավտոկայանատեղիները եւ ներքին բակերում նույնպես չխանգարեր, օրինակ կենտրոնի ներքին որ բակը մտնեք, ամբողջ մեքենա է, ամբողջ խաղարապարակի հաշվին։ Եվ ավելանում են ամեն տարի։ Բակերը ավտոտնակների տպավորություն են թողնում։ Ավտոտնակները որոշ հատվածներում ոչ էլ դուրս են եկել, եւ ոչ էլ մի հատ ուրիշ լուրջ հարց է, որ ինչի պիտի ոչ օրինական ավտոտնակները մնան
բակերում կամ ենթադրենք որոնք որ ունեն սեփականության վկայականից որն է եղել դրա հիմքը սեփականության վկայական տրամադրելու, այսինքն քաղաքական կամք ունենալու դեպքում այդ ավտոտնակները շատ հեշտ կարող են հեռացվել եւ դրանք կնպաստեն շենքերի բնակիչների հանգիստը իրենց ներքին բակում կազմակերպելուն, ոչ թե մեքենաների ավտոկանատեղիներ եւ վերածվելուն, որոնք համ աղմուկ են առաջացնում այդ շենքի բնակիչների համար, համ օդն են աղտոտում, համ անվտանգ չեն, այսինքն մի բակում որտեղ կան մեքենաներ, դրանք նաեւ երեխաների համար անվտանգ չեն եւ այլն։ Այսինքն եթե լինի այդ վերելակով տարբերակը, ես վստահ եմ, որ Երևանում կհայտնվեն բազմաթիվ ստորգետնյա ավտոկանատեղիներ, որոնք կլինեն նաեւ ոչ միայն շենքերի բակերում, կարող են լինել փողոցների տակ, կարող են լինել հանրային տարածքներում, ինչու՞ չէ որոշակի խորհրդության դեպքում նաեւ այգիների տակ կարող են լինել։ Շնորհակալություն, մենք այս փուլն էլ ավարտեցինք, Սարգիս, հարգելի հյուրեր, եւ անցնում ենք մեր վերջին փուլին։ Վերջին փուլին, հարգելի հյուրեր, դուք այս փուլում կարող եք ամփոփել ձեր մտքերը, եթե ինչ-որ խոսք ունեք ասելու պարոն Ավինյանին, խնդրեմ, կարող եք ուղղել այդ խոսքը պարոն Ավինյանին, երևանցիներին։ Մենք վստահ ենք, որ մեր հաղորդումը նայելու են Պարոն Ավինյանը, այո, ես վստահ եմ, որ կնայի, ինչու ոչ, Աննա, եւ դուք այդ ամենի համար ունեք 3 րոպե յուրաքանչյուրդ, խնդրեմ Տիկին Վարդանյան, ինչ եք ուզում ասել պարոն Ավինյանին։ Բոլոր այն գործողությունները, որոնք որ իրականանում են Երևանում, առաջին հերթին դիտարկվեն բնակչության առողջության տեսանկյունից։ Տեսեք, նորից անդրադառնամ ծառերի մասին։ Եթե մեր ծառերը ունեին խնդիր, իսկ խնդիր ժամանակին կար եւ մենք էլ ենք դրա մասին խոսել, որևիցե պարագայում անթույլատրելի էր ամբողջությամբ փողոցի երկայնքով փոքր կենտրոնը զրկել ծառերից հասում։ Դա պետք էր անել ժամանակի մեջ, որոշակի քայլքով, այսինքն հատել 1-ը, թողել 3-ը եւ ժամանակի մեջ այդպես փոխարինել։ Ես ինքս այդպես արագ այդ ծրագիրը չէի անի, առաջին հերթին կանեի լանջերի կանաչապատման աշխատանքները, որովհետև այսօր ամբողջ աշխարհում մոտեցումը հետեւյալն է. եթե ժամանակին այդպիսի ծառահատումներ արել են, հիմա չեն անում ոչ միտեղ, որովհետև կլիմայի փոփոխությունը բերում է նրան, որ ջերմաստիճանը բարձրանում է, Երևանի համար այս խնդիրը ավելի ծանր է, որովհետև մենք ունենք գերկառուցապատված քաղաք եւ այդ կարծր մակերեսները տաքանում են եւ ամբողջ գիշեր ջերմացնում քաղաքը։ Սա ուղղակի ցուցանիշներ չեն ջերմաստիճանի բարձրացման, այս ցուցանիշները անմիջականորեն անդրադառնում են բնակչության առողջության, կյանքի տևողության եւ որակի վրա։ Այսինքն ճյուղը հատելուց առաջ պետքա շատ երկար մտածել, հատենք թե թողենք, առավել եւս այլ ծառերի մասին, այսինքն այն ինչ որ կա Երևան քաղաքում, դա վերաբերում է ամեն ինչին։ Մենք պետք է աշխատենք ոչ թե փոխենք, կտրենք, հանենք միանգամից, այլ էվոլյուցիայի ձևով գնանք առաջ, պահպանելով այն ինչ որ նախորդ սերունդները մեր համար ստեղծել են։ Եվ նույն այս ծառերի մասով ամբողջ աշխարհում մի տեսակի ծառով արդեն փողոցներ չեն կանաչապատում, որովհետև սա էկոհամակարգային նաեւ խնդիր է։ Պետքա տարբեր ծառատեսակներ լինեն, տարբեր բարձրության բույսեր լինեն, որ եւ աղմուկի մակարդակը ճիշտ կարողանա կառավարի։ Այսինքն այստեղ կան գիտական տարբեր մոտեցումներ, որոնք քաղաքապետարանը պարտավոր է կիրառի, որովհետեւ հատելով 50 տարեկան ծառը, մենք 50 տարի հետո ենք ունենալու այդ չափի սաղարթը եւ հետեւապես նորից եմ ասում, ամենակարևորը այս անկյունում դրվի բնակչության առողջության հարցը։ Դա վերաբերում է ամեն ինչին, վերաբերում է տրանսպորտին, ասֆալտապատմանը, այդ բոլոր զրկանքները, որոնց առջև կանգնացնում ենք Երևանցուն, մենք պետք է հասկանանք, որ առողջությունով են վճարում մեր քաղաքացիները եւ այսպես չանենք, պահել ինչքան հնարավոր է, նոր անել ինչ-որ միջամտությունն էլ անելուց առաջ սկզբից հաշվարկել բոլոր ռիսկերը, նոր դրանից հետո անել այդ նոր ռեֆորմ, այլ ոչ թե անել ռեֆորմ, 2 տարի հետո մենք այդքան ասում ենք, որ գործիքներ ձեռք բերեք, հնարավոր չի ակնադիտական ասել, որ ծառերը պետք է հատել ձեր կազմակերպության մասնագետների կողմից եւ հիմա նոր փետրվարին իր էջում պարոն Ավինյանը հանրայնացրեց, որ գնել են այն ռեզիստոգրաֆը, որի մասին ես անverջ խոսում էի, որ եւ ինքն է ասում հիմա, որ հնարավոր չի ակնադիտական, բա ակնադիտական ոնց 9 թե 8 փողոց դուք կենտրոնում ծառազրկեցիք եւ մի բան էլ նույն գլխավոր դենդրոլոգը 21 թվականին մենք գույքագրել էինք ամբողջությամբ կենտրոն վարչական շրջանը եւ մենք չենք ունեցել հրատապ հատման ենթակա ծառ։ Ինչ պատահեց մեր ծառերին, որ 23 թվականին այդ ծառերը ամբողջությամբ հատվեցին։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան։ Ես նախ ուզում դիմել քաղաքային իշխանությանը, հարգելի քաղաքապետին, երբ որ քաղաքացիները բարձրաձայնում են ինչ-որ խնդիր,
պետք չի առաջինը քաղաքական ենթատեքստ փնտրել, հա, այդ մարդու գործունեության մեջ ու ըստ այդմ արդեն որոշել արժի այս ահազանգի հետքերը գնալ թե ոչ, որտեղ շատ հաճախ տեսնում ենք, որ քաղաքացին բարձրացնում է ինչ-որ խնդիր ու քաղաքապետարանը որոշում է, որ այ քանի որ այս քաղաքացին ունի X քաղաքական ուժի հանդեպ համակրանք, պետք չի իր ասած լուրջ ընդունել, վարել ջայլամի քաղաքականություն, այսինքն խնդիրը չկա։ Բնականաբար կան նաև քաղաքական ենթատեքստ ունեցող խնդիրներ, հա, ճակերտավոր, որ օդից ստեղծված խնդիրներ, բայց այն խնդիրները, որի մասին խոսեցինք այստեղ, դրանք որևէ կապ չունեն իշխանության քաղաքական լինելու հետ կապված, հա, այսինքն երբ որ մենք այս քաղաքում ենք ապրում, ուզում ենք որ լավ լինի մեր շրջապատում ամեն ինչ որակով կատարվի ու քաղաքապետարանից պահանջում ենք լինել հետևողական։ Երբ որ օրինակ տարեկան 2 անգամ քաղաքապետարանը վիդեո տեսանյութեր է տեղադրում, ինչպես են գնացել ու ապօրինի կանգնակները հեռացրել ինչ որ մայթերից, երբ որ շարունակաբար այդ նույնը անում է տարեկան 2 անգամ, այդ ոնց որ ակցիա լինի, հա, գնում ենք մի անգամ էսի անենք, այս վիդեոն տեղադրենք, որ այս տարել ենք այս գործ արել, բայց համոզված եմ, որ հետևական լինելու արդյունքում 1 տարի, եթե նորմալ աշխատեին, դրանից հետո քաղաքում կվերանար ուղղակի ապօրինի կանգնակների կանգնակները ընդհանրապես, կամ երբ որ 1-2 անգամ կառուցապատողին տուգանեիք, խիստ տուգանեիք փոշեպաշտպան ցանցերի բացակայության համար կառուցապատողները, կապալառուները հաջորդ անգամ կհասկանային, որ այդ իրենց համար ավելի ձեռնտա մի քիչ ավելի ծախսանել ցանցը նորմալ ցանցապատել իրենց կառուցապատողումը, քան ամեն անգամ տուգանվել։ Այսինքն այս ամեն ինչը գալիս է բերում այն մտքին, որ հետևականության բացակայություն, այսինքն ամեն ինչ արվում ցուցադրական, որ աշխատանքի իմիտացիա ցույց տալու համար, բայց իրականում տակից ոչ մի բան չի կատարվում, հա։ Երբ որ մենք անընդհատ ամեն տարիներ շարունակ, նույնիսկ 11-ներ շարունակ նույն խնդրի մեջ ենք ապրում, խնդիրը չի լուծվում։ Ինչքան ուզում ենք քաղաքային իշխանության կողմից տեսանյութերով կամ հայտարարություններով մեզ համոզեք, որ այդ աշխատանքները կատարվում են հավուր պատշաճի։ Մի ենթահարց ավելացնեմ, եթե կարելի է, դուք քաղաքական շահարկման մասին նաև խոսեցիք, որ պետք է տարանջատել իրական խնդիրները քաղաքական շահարկումներից։ Իսկ ինչպես է գնահատում այդ քաղաքական շահարկումները եւ աղմկոտ շահարկումները, որքանով են վնասում հենց ձեր նման մարդկանց գործունեությանը, որոնք իրական խնդիրներ են բարձրացնում։ Ես չգիտեմ, անկեղծ չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց ակնհայտ է բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ քաղաքային իշխանությունը շատ կոպիտ արձագանք է տալիս այն քաղաքացիներին, որոնք բարձրացնում են ինչ-որ խնդիր, որը բոլորիս հետ առնչվում, բայց քաղաքային իշխանության կարծիքով բարձրացած այդ քաղաքացին կապվում է այս կամ այն քաղաքական հետ։ Բայց անգամ եթե այդպես է, խնդիրը չի վերանում դրանից։ Ինչ որն է խնդիրը, ես չգիտեմ։ Ես հարցի հասցեատերը չեմ։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Պարոն Գալստյան, խնդրեմ։ Մենք հիմա մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ Երևանում առավել հագեցած է կառուցապատումը, այսինքն երբեք այսքան ինտենսիվ, այսքան հագեցած չի եղել կառուցապատման տոկոսը եւ ես կցանկանայի, որ այդ կառուցապատումը իրականացվեր գրագետ, իրականացվեր իշա Երևանին, իշա Երևանի քաղաքային միջավայրին, մինիմալ փոփոխություններ առաջացնել նրա կերպարին, քանի որ բոլոր քաղաքներում էլ կառուցապատում իրականացվում է եւ դա չի նշանակում, որ պետք է անպայման քաղաքը փոխի իր կերպարը, նոր կերպար ստանա։ Ցանկանում որ նույնը տեղի ունենա Երևանի հետ։ Դեռ հույս կա այդ փոփոխության։ Դժվար է ասել, որովհետև եւ հնարավորություններ կառուցապատման այնպիսի տեմպեր են իրականացվել Երևանի կենտրոնում, որ այդ կերպարը խաթարվել է, ավելի ցանկալի կլինի, որ այդ կերպարը չշարունակի խաթարվի։ Ես կցանկանայի, որ այդ որոշումները կայացվեն ավելի մտածված, ավելի կրաշարադատված եւ այդ որոշումների կայացման հիմքում լինեն ավելի մեծ մասնագիտական խորհրդատվությունների եւ քննարկումների արդյունքում ցանկանայի, որ այդ որոշումները լինեին ոչ թե կետային, այսինքն որևէ տարածքում որևէ մեկ ունի հողատարածք եւ այնտեղ որոշում է շենք կառուցել եւ այդ մյուսն ունի հարևան հողատարածք եւ այնտեղ որոշում շենք կառուցել եւ այդ երկու շենքերը կարող է որևէ առողջություն չունենան, թե ոճային, թե միջավայրային տեսանկյունից։ Կցանկանայի, որպեսզի Երևանի քաղաքապետարանը այնպես կազմակերպեր, որ մի քանի հողատարածքներ ունեցող հարևանությամբ ներդրողները համատեղ նախագիծ անեին եւ դա լիներ ոչ թե մի քանի նախագծերի համախումբ, այլ լիներ ընդհանուր նախագիծ, որտեղ բոլորը կունենային իրենց ներդրումը եւ կունենային իրենց շահույթները, այդպիսի մոտեցում լիներ։ Ներդաշնակ կլինեին։ Կցանկանայի, որպեսզի որոշում կայացնողները չունենային չմասնակցեին նախագծերին, այսինքն չլիներ մարդը, որ որոշում պետք է կայացնի, որտեղ ինչ շենք պետք է կառուցվի,
նրանք նախագծումով չզբաղվեին, դա էլ շատ կարևոր է, որը իհարկե վարչության մասին օրենքով արգելված է, բայց բոլորս հասկանում ենք, որ բոլորս տեսնում ենք, այսպես ասած, որ այդ մարդիկ նաև նախագծմամբ են զբաղվում։ Նաև շատ լուրջ է համատիրությունների հարցը իմ կարծիքով Երևանում, հատկապես գոյություն ունեցող համատիրություններ, այլ ոչ թե նորակառույց շենքերի, որտեղ նոր թաղամասերում հնարավոր է համատիրությունները կազմակերպվում են առանց, այսպես ասած, քաղաքապետարանի քաղաքային իշխանությունների որոշման, այլ այն համատիրությունները, որոնք արդեն կային։ Մենք տեսնում ենք, այդ համատիրությունները եղած չեղած մեծ հաշվով նույն բանն է, որևէ աշխատանք չի կատարվում, որպեսզի այն շենքերը, որոնք ժառանգել են խորհրդային միությունից, դրանց բակերը բարեկարգվեն, դրանց խնդիրները, որոնք չեն առնչվում կոնկրետ բնակարանին, այլ առնչվում են ընդհանուր համատիրության բնակիչներին, լուծվի եւ այդ բակը դառնա ավելի հարմարավետ բնակության համար եւ լուծվի նաեւ այդ բակում առաջացած խնդիրները։ Շնորհակալություն շատ, պարոն Գալստյան։ Եվ որոշ դեպքերում այդ խնդիրները լուծվում են համայնքի բյուջեի հաշվին, որը նույնպես ընդունելի չի։ Շնորհակալություն, պարոն Հայրոմյան, դուք կարող եք կամ շարունակել ցանկությունների, այսպես ասած, շքերթը կամ ընտրել թե որ պաշտոնյային եք ուզում դիմել, գուցե քաղաքապետարանում արդեն գիտեք կոնկրետ մարդկանց, որոնք պատասխանատու են այն խնդիրների համար, որոնք ով ինչի համար պատասխանատու է, մեկը որոշումը քաղաքապետն է կայացնում, դրա համար դիմենք քաղաքապետին։ Ասֆալտից խոսալուց ինձ չհասավ հերթը, որ խոսամ, իրականում որ ասում ենք աղավազը կամ այլ ռեագենտները քայքայում են ասֆալտը, դա տենց չի աշխատում, էլի։ Դրա աղի ավազի կամ ռեագենտների պատճառով ջուրը հալում է, լցվում է ասֆալտի արանքներով, ասֆալտի տակը, հետո հենց սառում է, տրաքցնում է ասֆալտը։ Հիմնական պատճառը այդ տակից քայքայում է, էլի։ Հիմնական պատճառը դա է լինում։ Դրա համար նախկինում միշտ եւ հիմա եւս մի քանի փողոցներում արվում էր ճաքալացման աշխատանքներ բիտումով, որպես երբ որ ջուրը հալում է, տեղ չունենա գնալու, գնա հեղեղատար, գնա ներքև, իհարկե հեղեղատարն էլ պետքա բաց լինի։ Այդ օրինակը պարզ կա Պռոշյան Պարոնյան փողոցներում, պարզ կա Բաղրամյան պողոտայում, գրեթե փոս չի առաջացել այնտեղ։ Մի հատ կամ երկու հատիկ փոքր փոսեր են էլ բանի դիտահորների կողքը տենց քանդել սարքելուց հետո, որտեղ ամբողջ փողոցը բանի ճաքալացում արած էր եւ որևէ տեղ չկար որ ջուրը մտներ ներքև ու փողոցը տրաքցներ ու այնտեղ լրիվ հին ասֆալտ կարկատաններով բանով Պռոշյան Պարոնյան փողոցները երկուսն էլ հին կարկատաններով փողոցներ են երկու տեղում էլ որևէ փոս չի առաջացել ինչու են այդ փողոցներին լավ նայում կարծում եմ բոլորիս համար պարզ է որովհետեւ այդտեղ է գտնվում կառավարական դաչաները եւ երբ որ մարդիկ այդտեղից դուրս են գալիս տհաճ կլինի կարծում եմ քաղաքապետարանի համար որ այդտեղ տեսնեն փոսեր դրա համար այդ փողոցները ամեն սեզոն պարտադիր արվում են ճաքալացման աշխատանքներ այսինքն այդ մարդիկ նենց չի որ չգիտեն ոնց լուծեն խնդիրներ այլ նույն բանին են գալիս այս դեպքում ոչ թե առաջինը տուգանք ու փոխքերելու հարցն են լուծում հետո քաղաքացու բարեկեցության այլ առաջինը լուծում են X մարդկանց կարևոր մարդկանց հարմարավետության հարցը, հետո նոր կամ մտածում կամ չէ սովորական քաղաքացիների մասին։ Նույնը տեսնում ենք բանում։ Ու ես պահանջում եմ, որպեսզի վերականգնեն այդ ճաքալացման պրակտիկան քաղաքի բոլոր հատվածներում։ Կհիշեք նախկինում այդ որ ավտոն քշում ենք այդ բիտումը կպնում էր բանի ավտոյանիվներին ու սևացնում էր մոյկով մի քանի անգամ մոյկա էր տամ, երբ վերջին անգամ տենց բան վերջին տարիներին առնչվել տենց դեպքերի Ես չեմ հիշում վերջին մի քանի տարում, երբ որ իմ պակրիշկայից բիտում կպնի, որովհետև այդ լցածն էլ նույնիսկ փոսերը լցնելուց։ Ես իմ ինչ հեղուկ են լցնում, որը կոչում են իրանք բիտումային էմուլսիա, բայց որևէ փաստաթուղթ չունեն, որ դա ինչ բիտումային էմուլսիա է, համապատասխանում է թե չէ։ Միտեղ են ծախում քաղաքում, ինչ որ բոշկեքով, առանց որևէ պիտակի, ես հակված եմ նրան, որ դա ինչ որ սալարկայով, յուղով խառնած ինչ որ խառնուրդ է, որովհետև սենց էս անում մատը չի կպնում։ Բայց մենք նախկինում հիշում ենք անիվներին ոնց էր կպնում այդ անտերը, բայց այդ նույն կպչողականության հատկությունն է, չէ, որ այդ բանը քարի խիճը պետքա կպցնի իրար եւ կպցնի ասֆալտի նախկին շերտին։ Շնորհակալություն, պարոն Հայրոմյան։ Սակիս մենք փորձում էինք ավարտեցինք այո, քարտեզագրել քաղաքի խնդիրները, խոսել նաև հոգեբանական ստրեսից, որ ապրում ենք որպես բնակիչներ Երևանի։ Դուք այս հաղորդման ընթացքում ստրեսի ենթարկվեցիք։ Կարծում եմ ավելի խտացավ այդ ստրեսը, որովհետև կարծես թե լուծումներ չեն երևում։ Մարդ չկա, որ ստրեսի չի ենթարկվի, Աննա։ Մենք ավարտեցինք Բուն բանավեճը դուք կարող եք դիտել, տեսնել ամեն շաբաթ երեկոյան ժամը 8-ին
Բուն TV-ի եթերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Ստեսություն։